Ողջույն բարեկամներ, այսօր ինքնաճանաչում ֆորմատով կխոսենք իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հետ։ Մարինա ջան, Բարի երեկո, Արթան ջան։ հենց նոր դու հիշեցրեցի, որ ուղիղ 1 տարի առաջ մտել Հհհ, էինք ֆորում եւ հաջորդ օրը մենք խոսեցինք այն եթեր դեպքի ունեցանք։ Հհհ, այս մի տարվա մեջ բան մի չի բան փոխվել։ Հհհ, չպարզեցինք հո դու նոր մտել, ինչի բայց ա ով մտել։ պետքա պարզեր։ Ես դե գիտեմ ով ա մտել, բայց փաստեր չունեմ, որ այսինքն բարձրաձայն են, որ տենց խոսամ, կասեն հա խոսա։ Բնականաբար ոչ, ես վաղը պատրաստվում էի մեր գրասենյակից մտնել եթեր, հրավիրել իրանց, որ իրար հետ տարին տանք, դատախազաքնչական կոմիտեի նախագահաբան, չէ, ոչ թե չեն արել ոչինչ, պատկացա դժը ալարել են կամերաները հանեն, էլի, մտածել են կարող է իրանց ծանոթ մարդեն, ինչ նեղություն, ոչ մի բան, Ես այս չգիտեմ, ստեղ դրա համար արդեն երևի պետք էլ չի, եթե ես չեմ կարում ինքս իմ իրավունքները պաշտպանում, ես ինչ իրավապաշտպան։ Դրա համար երկրում ինքնադատաստանի մթնոլորտ կա, Վարդան ջան։ ես հիմա ինքնադատաստանից ուզում եմ ցուցակ կարդամ մի ամբողջ, Դավայ։ որը իշխանությունները ինքնադատաստան են տեսել, իշխանությունները ոչ թե մարդիկ։ Հհհ, Ոչ ամբողջական ցուցակ։ Ուրեմն այսօր որ ծառայում է Նիկոլին, պետք է իմանա, որ հաջորդը ինքն է։ Ուղղակի ժամանակը չգիտի երբ է։ Ուղղակի ես կարդում եմ սրանք ինչքան ինքնադատաստան են տեսել։ Հերթով գնում ենք։ Հայկ Հարությունյան, նախկին ոստիկանապետ։ Աշոտ Կարապետյան, նախկին ոստիկանապետ։ Գյորգի Կուտոյան, ԱԱԾ-պետ։ Գուրգեն Եղիազարյան, ԱԱԾ-պետի տեղակալ։ Գրիգորի Հայրապետով, հիշում եք։ Ինքն է, չէ՞ այդ բանը վկան կարծեմ այդ վերելակային խոսակցությունների։ ես լավ չեմ հիշում իրա, այն մնացածներին շատ ավելի լավ եմ հիշում, որտեղ Հա, անձամբ ճանաչել եմ, ա, իրան Դրանց կարագա Կարակեմ Հրաչը, Հրաչ Հարությունյանը, հհհ, ա, սրանք բոլորը միջև վերջի խազը ծառայել են բոլոր ռեժիմներին, բայց ոչ մի բան բանը խանգարեց, որ հենց այդ ռեժիմներն էլ իրանց սպանեն։ բայց վատ, հա, Հա, չէ, ված չի։ վատ, հա, Մեր փոխարեն մեր գործն իրանք են անում։ Դրանից հետո սպանեցին եւս երկու երեխայի։ Հիշում ես 20 թվականի նոյեմբերի 10-ի գիշերը այն ամբողջը որ մտել էր հհհ, հհհ, ԱԺ-ով։ Հաջորդ օրը սպանված 21-ին, որը նստել էր երիտասարդին բանի վրա, այդ ազգային ժողովի նախագահի աթոռի վրա, հաջորդ օրն այդ լավ առավոտ։ չեմ հիշում, հա, Ես եմ նշում։ Մի հոգու էլ, ով որոնտեղից ելույթ էր ունեցել, մորթած էին գտել։ և, Ա, Եվ ես ուզում եմ ասել մի բան, հետաքրքիր, այսօրվա իշխանություններին ով որ ծառայել են, դուք հաստատ այնտեղ ուրեմն հերթի մեջ է ասեմ, ԱԱԾ նախկին բոլոր պետերը, Արգիշտի Քյարամյանից սկսած մինչև այս վերջին նախավերջին ով էր, Մոսկվից առաջ ով էր, Աբազանը, չէ, հետո, Աբազը, հա, Աբազը նախավերջինն է եղել Աբազը Աբազանը, նախավերջին, ուրեմն տղեկ, հերթի մեջ դուք եք, այնտեղ գալիս է դրանց առաջ քյարտ ոստիկանապետը, այն Իջևանցյան, Ղազարյան, հա, հմ, դրանց գալիս են էլի բոլոր ոստիկանապետերը ու քննչականի պետերը, որոնք ինֆորմացիայի կարող են։ Որովհետև ոչ Հայկ Հարությունյանը, ոչ Աշոտ Կարապետյանը, դրանցից ոչ մեկ, ոչ Կուտոյանը ռեժիմի դեմ չէր ապստամբել, ոչ Գրիշան Հարապետով, ոչ մի հատ Կրակեն հարց տամ, էլի Վարդան ջան, իսկ այդ ում անունները որ տալիս ես, իրանք ընդհանրապես ընդվզել բառը հասկացել են ինչը։ Է, ուզում Ես ասեմ, մի այս բան ասեմ, ես այս իշխանություններին գիտես շատ սիրում եմ, ասեմ ինչի, որովհետև իրանք օգտագործում են ու շպրտում, ինչ, բոլորին, այն մեծ գործարարներին էլ, մեր ձևով, ձեր ձևով, իրանց ձևով, որ հոլով են, ով բարև ա տվել, ով կզել ա, դե գիտես ինչ, փոքր ժամանակ հավալա ենք խաղում, ով որ կզում էր, վրայով թռնում էինք։ Հիմա այս մարդիկ կզում են, նրանք էլ ասում են, դե որ դու կզել ես, կատուն շատ լավ դեմք ա, կատու ծեներ դեմք ա, չգիտեմ ինչի։
Ես սիրում եմ իրան։ Սկսում գալի տեղավորվում աստեք, չգիտեմ։ Ես իրան եմ նայ ասեմ, ըստ էության բոլորի անունները որ տվեցիր, որևէ մեկը իմ մեջ հարգանք չի առաջացրել, նամանավանդ այն որ ասում են մահացածների հետևից լավ կամ բան, գիտես, ինչ լավ անունը աշխատել է պետք որ քո հետևից լավ խոսան այդ սուտի բաները, օրինակ Աշոտ Կարապետյան, բան, դրանք դի վերացվեին, որտեվ այնքան որ իրանք վատություն են արել ընդհանրապես հայ ժողովրդին, ես տենց մարդիկ շատ քիչ եմ ճանաչում։ Գիտես հարցը ինչու՞մն է, ծառաները երբեք չեն գնահատվել, իրանք եղել են ռասխոդնի մատերիալ, ծառա, որը բոլորին ծառայում է։ Նույնիսկ այն ում որ ինքը ծառայում է, իրանք իրաց չեն հարվում, ճիշտ է։ Փարավոնը մեռնում է, ստրուկներին հետը տանում թաղում էին։ Չէ, տես չէ, փարավոնը մեռնում է, Վարդան ջան, սրանք որտե փարավոն են դեսել ծառայել են։ Դրա համար չի ստացել որ մի փարավոնի հետ տանեն թաղեն, սրանք հենց թազա փարավոնն է կենացել, մենք քո ստրուկն ենք։ Վերջում էլ տենց իրանք որպես անպիտան եւ օգտագործված իր, թող իհարկե շատերներենից իրանք վերանում են։ Իհարկե շատ ուրիշ սպանություններ բնականաբար եղել է, օրինակ ես երբևէ չեմ կարող այդ նույն ասեմ Խաչատրյան Հենրիկ եւ այլն, որտեղ իրանք բավականին դաստոյնի մարդիկ են եղել, իրանց ուղղակի վերացրեցին։ Սրանք սենց էլի, թող մնացածներ իրանք մտածեն, էլի եմ ասում, որ ասում են ով էշ ես փալան, այդ փալանը հենց մարդու տան շպրտում են, всё։ Եթե մեկը փալանա, ուրեմն յոպե կա շփրտել։ Ես փալանների մասին ինչ խոսանք իրար հետ, օգտագործվել են, մաշվել է, փալանը շպրտել են, նոր փալանն առ, հետո նոր փալանը մաշվի, հետ են շպրտելու։ Ընդ որում, այս անունները, որ կարդացի, սրանք ոչ ամբողջական ցուցակն է։ Եթե մարդկա հիշում է այլ անուններ, գրեք, ինձ հետաքրքիր է ուղղակի, որքան կարող ենք հավել։ Որքան կարող ենք հավել։ Դու բանը վայնայի մի ռիչատ բան գիրք կգրես։ Ուղղակի հետաքրքիր է, նայ, Մարինա ջան, ոչ մեկը ման գաղտնիք չի, որ ես երկու ցուցակ ունեմ, մի հատ միջև պատերազմ, մի հատ պատերազմից հետո։ Մեկը կոչվում է իմ ցուցակ, Նիկոլ Փաշինյանի հանցագործություններն էր միջև պատերազմը, որը 1000-ն անցել էր։ Երկրորդը սկսեցի գրել պատերազմից հետո, որ էլի 1000-ն անցել է, 2 տարի դադարել եմ գրել։ Այն էլ Հայկ Մարտիրոսյանն էր խնդրում, որ ես գրեմ, ասում էր, դա պատմական, հասկանում ես, վաղը միսո հղումներ են անելու քեզ։ Ես գրեցի 3 տարի հետո հասկացա, լսի, այսքանն էլ որ հղում անեն, միջև 23 թիվ, հա։ Սրանց մի քանիսերուն կարելի է բան անել, դատել, իմաստը ո՞րն է դրանց գրել։ Բայց այս որ հղումներ անեն հայեր են։ Բայց այս սպանվածների ցուցակը հետաքրքիր է ուղղակի։ Ես հիմա մտովի վերականգնեցի, էլ այս սպանվածներին, ովքեր հիշում են, ավել որ ես տեղ չեմ գրել, թող գրեն։ Բայց այս սպանվածների պոտենցիալ ցուցակին կարելի ավելացնել բոլոր նրանց, ում չհասցրեցին սպանել, նվեր տվեցին Ալիևին։ Դրանք էլ էին, չէ՞, անմնացորդ, ոնց որ քո տունը մտածները, ոնց որ ին վրա քրական գործեր հարուցածները, ոնց որ այսօր ժողովրդի արունը խմողները, այն բառը չեմ ուզում ասեմ, չնայած իրենց դա հասնում է, դրանք էլ պոտենցիալ էս խտի վրա են։ Ուղղակի հարցը այն է, իրանք պետք է իրենց համար մտածեն։ Որն է իրենց համար ավելի ձեռնատու։ Իրենց մի անգամից սատկացնեն, թե տան Թուրքին։ Թուրքին։ Հիմա նայ, գամ ուզում եմ հասնենք այդ Թուրքին տվածներին։ Տես, դու արդեն կներես 1000 ներողություն, որը ոչ թող հանգարց են կեղծ բարեպաշտիկները են, որ սենց իլուր են խաչակնքվում, մարդ բարեպաշտ են, բան հանգարց ձեն չանեն։ Ամեն մարդ ի վերջո հայտնվում է իր տեղում, աղբանոցում, պիտանի ապրանքը սառնարանում, եթե մարդը չի իրան օգտագործել, այն մնացած պիտանին էլ զակատ են անում։ Հիմա աղբը հայտնվել է աղբանոցում։ Պետք է հայտնվեր մեր երկրի աղբանոցում, այն է մեր օդը այնքան թունավոր արդեն, որ երկրորդն էլ իրանք եթե մեր երկրի աղբանոցում հայտնվեին, երևի թե հիմա Սարյանի վրա կառամել կաֆե բացած կլնեին, ես ուղղակի չեմ ասում անունները, բուրբոն բացած կլնեին, եսիմ ընդ լճեր առած կլնեին, Մոսկովյան 35-ում տներ առած կլնեին, որտեղ պետք է մարդիկ հասկանում ես, դա ցավալի իրողություն է մեր համար, որտեղ
երբևէ մենք չենք պատկասնի, որ նույնիսկ կարող է անտարբեր լինեինք, որ հայ ազգի ինչ-որ մեկին պետքա այլ ազգի, հա, մեր թշնամի ազգը դատի կամ բանտում լինի։ Ես խորը ցավ եմ ապրում Վագիֆի համար, խորը ցավ եմ ապրում Գևորի համար, Սուջան, Դավիթի համար, բոլոր տղաների համար, որտեղ նրանցից ամեն մեկի ոտի տակի կեղտը սրանց գումարած իրանց ընտանիքը, գումարած իրանց ընտանիքի ապագա սերունդները ամեն մի հատ Գևորի ոտի տակի կեղտ չարժեն այն Գևորի, որ ամբողջ պատերազմի ժամանակ 44 օր ես իմ աչքով եմ տեսել եւ մեր գրասենյակից եմ տեսել եւ մամուլի շենքից եմ տեսել, որ տեղափոխում էր իրեր Արցախի համար, բայց ես չեմ տեսել մի հետաքրքիր բան, այս կուրսք ծեծող փաստաբանները, դիմություն են, չգիտեմ ով են, չեմ տեսել, որ բացի նրանցից, ով որ իրանց մանաթա տալիս, հանգարց մնացածների անունները ասեն, գոնե գիտես, որ գնում ես մի բան առնելու, ասում են, այս էլ բոնուս էլի, գոնե ամեն մեկը իր այդ լամուկին բոնուս, մեկը Վագիֆին պաշտպաներ, մեկը Գևորին, չէ, ամեն մեկը, ընդեղ միլիարդներ են ստանում, եւ այն մարդիկ, որ պաշտպանում են, եւ այն մարդիկ, որ սենց անդադար 24 ժամ ներկած բերանով հաչում են, մեր հերոսները, մեր Բակոն, մեր Արայիկը, սա իրանց տանելը ըստ էության, գիտեք, ասեմ ես քեզ, ես սկսում եմ Նիկոլի սիրել, մի նայ վրաս տենց ու հանգարց չանջատես, լսի ասեմ ինչի, որովհետև այս ինչ Չէ, ես մի քիչ անջատեմ, հիմա տակի կգրեն արդեն, ինչի անջատեմ։ Հիմա լսի ասեմ, որովհետև այս ինչ որ տեղի ունեցավ, դա պետքա մտածող մարդկանց մտածելու թեմա լիներ, էլի, թե իրանց ավարտը ոնց է լինելու։ Ու դա պատմության մեջ միշտ է տենց եղել։ Եթե ազգը ինքը իր դավաճանին չի սատկացնում, գալիս է իր թշնամին, ոտը դնում է ազգի կոկորդին ու ցույց է տալի, թե ոնց եմ այ ես տանում, քեզ վիրավորողին ես դա ամենաստորացուցիչ բանն է, Վարդան, որ կարար մեր հետ լինել, հասկանում ես, բայց դրանից որևէ մեկը որևէ հետևություն չարեց, որովհետև այդ հետևություն բառը շատ եմ սիրում, որտեղ դա ինչ որ տեղեր համընկնում է սրանց մտածելու օրգանների հետ էլի։ Իրանք հետևություն չարեցին, որ հաջորդը լինելու են իրանք, որովհետև սա խայտառակություն է, հասկանում ես, ոնց որ դու պատկերացնում ես, մեկը մտնի, քոչը մեր վրա չբերենք, մեկի ընտանիքը անարգի, այդ ընտանիքի պատիվը, կնոջը, աղջկան, բան, ու մեկ էլ գա, այդ անարգողի բարեկամը ինքը այդ պատիվը պահանջի դրանից հետո սա մեր ազգային ամոթն ու խայտառակությունը, իսկ դրանք իրանք իրանց կրակ էին առնվազն սատկեին, մինչև խոսքը չի վերաբերվում մեր գերի տղաներին ու սկզբից ասեմ, խնդրում եմ տարբերակենք Արցախցի, Ղարաբաղցի եզրույթը եւ մեր գերեվարված տղաներին ու եսի մի բուրս տահակներին, որ հողուտ էին սատկեին ավելի լավ կլիներ։ Ու գիտես ինչն է հետաքրքիր, իրանց ստրուկները, որ պետք է իրանք գնային հետները թաղվեին, էլ ասեին մենք էլ ենք գնում Բակոյի հետ։ Իրանք հիմա Նիկոլին են ծառայում եւ Նիկոլի իշխանությունը այսօրվա ես փաստեր եւ անուններ գիտեմ։ Կռիչ են կանգնել սրանց բերած փողերին։ Դրա համար տաբու է դրած դատախազությունը, որ հանգարց Արցախի թալանած փողերի վերաբերյալ գործեր հարուցեք, բայց շատ մի խորացեք։ Բայց իրանք չգիտեն էլի, որ այս սիկրետնի բաներ էլ ունեն, որ իրանք ուզեն թե չուզեն։ Հասկանում ես դուրս է գալիս, որ սրանք եղել են Բակոյի ստրուկները, Արկադի Ղուկասյանի, Արայիկի ստրուկները։ Ըստ էության, եթե սենց նայենք նախկին ներկա այդ սուտի ջրբաժանը, հիմա Նիկոլ Փաշինյանը ինձ պետք է տար դատախազին վերահսկող մարմին, որտեղ ըստ էության իր թշնամիների վերաբերյալ եմ, չես բացահայտում անում, Բակո, Արայիկ, այնինչ Ի՞նչն է ծածկում իրենց։ Հիմա
ով է մեղավոր Նիկոլ Փաշինյանը, թե այս մեր ժողովուրդը, որ ասում է նրանք մեղք են, սրանք էլ գրում են, որ ասում է դու ատելություն ես սերմանում Արցախի նկատմամբ։ Ինչ ասես կարան ինձ ասեն թեկուզ ես այլ օրիենտացիա ունեմ, չգիտեմ, Դժվար է մտածել այդ մասին։ փոքր երեխեքի արուն եմ խմում, բայց ոչ որ ես Արցախի դու լավ գիտես, իմ ոչ մենակ վերաբերմունքը, այլ իմ ու իմ ընտանիքի արածը։ Այսինքն սրանց համար Արցախը դա բակոնա Արայիկը ու իրանց թուլեքը, որ հիմա ստեղ եկել են ստրկացնելու մեզ, մեր սերունդներին, փողը բերել են ու հիմա ստեղ ուրիշ հարց է ծագում։ Արդյոք կա անտագոնիզմ, հակամարտություն այսօրվա իշխանության մեջ միջև եւ նախկինների միջև, իհարկե չկա։ Նախկինները կարող են մենակ լինել կոմֆորտ զոնայում, քանի քերին սաղը, իրանք շոկոլադը ուտել։ Ես խորհուրդ Մարինա ջան, ուզում եմ այս դրանց տրամադրությունը գցեմ, որովհետև այն ինչի դիմաց իրանք վաճառեցին Արցախը, փողերը հավաքեցին, եկան Երևան ու գույք են առնում, չգիտեմ, հյուրանոցներ, տներ, ռեստորաններ, գազալցակայաններ եւ այլն։ Երևանը, Թաթեթով։ Երևանն են առնում, ես իրանց տրամադրությունը պետք է գցեմ։ Նույն բանը լինելու է Երևանի հետ։ Բայց անգամ ուր են գնանում։ Սրանք, ինչ ես խոսում։ Սրանք իրանց կնանիքի վարտիքներում թուրքերը շպարգակեք են պահում, որ հենց նրանք գան, սենց այդ շպարգալկեն անեն, ինչպես մենք որ ուսանող ենք, սենց գարմոշկայի պես շպարգալկեք կար։ Սրանք այդ շպարգալկեքը տենց խորը պահել են։ Ինչ ես խոսում։ Թուրքը գալու է ու իրանք թուրքին ասելու են մենք այս ամեն ինչ արել ենք քո համար։ Դու մի վարքյան չկասկածես, հասկանում ես, բայց թուրքը դավաճան չի սիրում։ Ասելու է շնորհակալ եմ, ապրես, այդ կաֆե անունը այսօր եմ հիշի, կարամել, նոր են բացել, կարամելը տել ինձ, չկարամելն էլ ինձ, կոմիտասի կնգագույքն էլ ինձ, կնգան դժվար վերցնեն, որտեվ նիկակ։ Ես չեմ մտնում այդ հարցերի մեջ, ես չգիտեմ ով ինչ ճաշակով արնելու։ Իրանք չեն փախնելու դեռ։ Իրանք այս ամեն ինչը անում են, որ նրանք գան, հիմա սրանք նրանց են ծառայելու, ուղղակի իրանք չեն պատկերացնում, էլի Գրիգոր Զոհրաբյան, դե սրանք պատմություն, ոչ հիմա սրանք չգիտեն, տագետ ու տահաս պուբլիկա են, որ իրանց օգտագործելու է Ալիևը, լավագույն դեպքում շպրտի, լավագույն դեպքում, վատագույն դեպքում вообще երևի ցուցակ է ուզում, որ սրանց հետ անի, իրանց փարավոնների հետ նստացնի։ Բայց այդտեղ չեն թողում, որտեղ ասում են թող իրանք տենց կաֆեներ առնեն, բան, բարգավաճեն եւ այլն։ Ինչ ասեմ։ Ես ուզում եմ հիշեցնեմ կատակը մի կողմ, բայց Արցախի դատարկման ժամանակ ամբողջ ադրբեջանական ցանցերը լցված էին պահանջարկ հայտարարությունները, որոնք բան էին անում, գին էին նշանակում, որ արցախցի աղջիկներ բռնեք պահեք, փող ենք տալի այսքան, կանայք բռնեք պահեք, այսքան փող ենք տալի, այս գլխականակի դիմաց։ Սա եղել է, սա ճշմարտություն է ու իրականությունը ու եղել ընդամենը 2 տարի առաջ։ Ընդամենը 2 տարի առաջ։ Հիմա ես ուզում եմ հետո մեր կյանքը եղավ դոյի պոսլի։ Չնայած մի հատ դա հենց առաջ էլ կար դոյի պոստի 20 թիվներ էր։ Բայց սա վերջնական դոյի պոստլիներ են։ Ուզում ասեմ, ձեր կանանց աղջիկների ցուցակը որոնողների մեջ, պահանջածների մեջ չկա, այդ ցուցակը ոչ միտեղ չի գնացել, որովհետև իրանք պարզ ասում են, Արցախը դե մի էտապներ, հաջորդը Երևանն է, Հայաստանը։ Գիտես ինչ, սրանք իրականում եմ ասում, գիտես, բոլորը ուզում են լավ ապրեն, չկա մարդ, որ ուզենա վատ ապրի, բոլորն ուզում են լավ ապրեն, ունենան մի հատ մեքենա, մի հատ էլ ունենան, բայց ամեն ինչին, ինչ որ մի կարմիր գիծ կա ու չափ կա, էլի, լուրջ եմ ասում։ Գին ունի, դու նայես դիմաց ինչ ես վճարում, Մարինա ջան, ամեն ինչը գին ունի։ Ամեն ինչը գին ունի։ Եվ այս ամեն ինչը սկսվեց այն պահից, որ որևէ մեկը
պատժվեց, այն որ 18 թվին հոխորտում էին, հեսա սրան ենք պատժում, հեսա նրան, գիտես ինձ ինչն է հիշացնում հիմա Երևանը այն մուլտիկը է, որ չի это պալյա Մարկիզը Կարաբասը, այսինքն ամբողջ քաղաքը, իրանք քաղաքից դեն ուրիշ ու քաղաքի կենտրոնը, լսի, դու հասկանում ես, մեջ արածա, մեջ, ու իրանք, այսօր սենց անցնում ու նայում եմ, էլի, իրանք սենց մի ուրիշ ձևի են, էլ իրանց պահում, որ իրանք եսի մող են, բայց իրանք բոլորը, 1000 ներողություն թող քո աուդիտորիաների, մի հատ Լենսիլայի պատմություն են, էլի, մի հատ սենց թարս, դաժե սենց ուղիղ էլ չի, որ տաս, սրանք թուլա են, լակոտ են, կարան այդ ենց մաքսիմում մարդու տուն մտնեն, վախացնեն, ես էլ տենում ես, տենց վախից մազերից գույնը փոխվել է, հիվանդ էլի սրանք հոգեկան, հասկանում ես, ու այս իշխանությունները, ես հիմա հայտարարում եմ թող, այս իշխանությունները իրանց թև ու թիկունք են կանել և հովանավոր, թող ասեն տենց չի, չէ, ինձ ու քեզ, հիմա ես քեզ մի բան, ու բոլորին են կանել, բոլոր, այդ որ հիմա ասում են նախկին ներկա, չէ, ուրեմն բոլորին, ով որ նախկին իշխանությունների հետ կապ ա ունեցել, բոլորին, մի փոքր դրվակ ասեմ, ու ես էլ ձեն չեմ անդեպ, նայ, հիմա ասենք սենց խրող դեմքով, են որ նայում ես դատախազություն, քնչականած, հետախուզման մեջ է վայ Հակոբյանը, միշտ էտ եմ, հիշում խնդար մեռնում եմ, էտ են Էլիզաբեթի մարդենը, ուրեմն վայ, հետախուզ, սենց են լուրջ ձիրքով են 1-0-2 բան, Լևիտանի ձենով ուզում են ինչ-որ մի բան ասացել են, էտ էլ չի ստացվում, հա, տանում ես վայ Հակոբյանի վրա, 23 թվին հաղորդում ունեմ հանցագործության մասին, թե Արցախից ինքնուկնիկ ինչքան են գրփել, փաստերով, դու գիտես ասեմ, ես բլոգեր չեմ, դե տարբեր են, մեկը բլոգեր է, մեկը բլոգեր չի, ես փաստերով հետաքննություն արած չեկերով, ոչ հիմա չարեցին, աբսոլյուտն է, հիմա երբ որ անցավ 2 տարի, արդեն եկավ ժամանակը, ասեցին, ինքը հետախուզման մեջ է, ես գիտեմ, որ ինքը Դուբայ է, ոչ մեկ չգիտի բացի իզնից, դու էլ մարդու չասես, հանգարց չի իմանա, դու հասկանում ես սրանց, էտը իզդիվա, նրա կնիկն էլ առավոտի ծիրիկուն Նիկոլ ա քրվում, հիմա հարց, մի փաստաբան կարա մի հատ կոմենտ գրի, Չափալախեն տանեն Բերդ, իբրև իրանց ընդդիմության, Վայ Հակոբյանի կնիկը, առավոտի ծիրիկուն ՔՊ ա քրվում, ոչ մեկ չի ասում Ազիզարի գնանք Բերդ, Հակոբյանի կնիկը, են որ ես իմ լիքը տենց լրատվամիջոց, ամեն ինչ է, էլի, օդում վադալած ջերում տկնորս, ոչ օդում լոչիկ ջերում վադալած, ամբողջ, որ մի պահ ամառը սենց կաբլուկներով տարան, ցույց տվեցին Էլիզաբեթ Պետրոսյանի տանում են քննչական, տարան, երևի ավտոն տյունինգ արին, յուղ-մուղը փոխեցին, իր հետ բերեցին, դու հասկանում ես, սա ծաղր ու ծանակի են ենթարկում մեր ամբողջ ժողովրդին, ու հետո ինքը հետախուզման մեջ է, լսի, մենք հարկեր չենք տալի, որ դու կտենց էշեշ աշխատեք, չէ, ես հարկ եմ տալի, ես պետք է քեզ հարցնեմ, դատախազ դու այսօր առավոտ որ գնացել ես գործի, մինչև ժամը 1-ը, ինչ ես արել, իմ փողով, այս իմ փողն է, այս հարկատուի փողն է, ինչ ես արել, ինչ ես աշխատել, ինչ ես արել, քննիչ դու ինչ ես արել, քննչական կոմիտեին դու ինչ ես արել, մինչև մեր ժողովուրդը չսկսի պահանջել, Վարդան ջան, ուզում է Նիկոլն լինի, ուզում է Էնը լինի, ով ուզում է լինի, ով գա ասելու են դու տեր, մենք քեզ ծառա, умер король, да здравствует король, всё, ես ուզում եմ քո ասած եւ դա մի բան ավելացնել այդ պատժերով, ես շատ եմ խոսում պատժել, կախել այս կողմ են կողմ, Εμένα խոսալով, այդ բառերն եմ ասում, ինձանից նեղանում են, ինչ են նեղանում, ես ասում որ դու ժողովրդավար չես, չէ որ ես բանը, փաստորեն ես սիրտս ալուն ա ուզում, կամ ես դաժան մարդ եմ, ես ուզում եմ մի բան բացատրեմ այդ մարդկանց, որ հասկանան մի բան, եթե դու դավաճանին դու չես պատժում, դու կարող ես ներել, բայց դու պիտի պատժես, եթե դու չես պատժում ու ներում ես, դու անարգում ես արդարությունը, Եվ ավելի ես անարգվում, երբ որ քո թշնամին ա գալի քո
Իսկ հա, իսկ ամենավատ տարբերակը, երբ որ դու չես պատժում, քո դավաճանին, քո թշնամին է պատժում։ Գիտես այդ ինչա, այդ ստորացման այն որ բատուտի վրա է դնոն այն որ sense թռնում ես ամենաներքևն է։ Դրանից հետո դա մեր ամոթն է, հասկանում ես, որ մենք չկանք այդքան, որ հազար ներողություն օբրազն եմ ասում մեզ բռնաբարողին, մենք պատժենք։ Բռնաբարողի հերն է գալի, ինքն է պատժում, բայց դրանից հետո պետք է տենց էլ ապրենք, էլի։ Ես չեմ պատրաստում տենց ապրեմ, իրականում եմ ասում, ես գիտես անարժանապատիվ ապրելը արժանապատիվ մեռնելուց երևի թե ավելի վատ է, հավատա։ Ես ամեն առավոտ զարթնում եմ, իմ պատոհանից Մասիսը երևում է, առաջ շատ է հետը խոսում, ես հիմա ամաչում եմ, երկու բան կա, որ ամաչում եմ անեմ, Մասիս Սարի հետ խոսամ եւ ամաչում եմ, երբևէ չեմ եղել եռաբլուր, չեմ էլ գնալու, որտեվ բան չունեմ ասելու, ձևական ծաղիկ տանող չեմ էլի ես, որտեվ ամաչում ասում եմ, մտնեմ գնամ այնտեղ, ինչ ասեմ, կամ Սարին նայում եմ, լուրջ եմ ասում, գիտես, այն առավոտները միշտ կոֆե է խմում, ես ու Սարի իրար հետ սուրճ ենք խմում, ես հիմա ամաչում եմ, այդ Սարին բան ունենք ասելու, չունենք, իսկի չկարողացանք մեր սիմվոլ Սարի թասիբը պահենք, չկարողացանք մեր ծիծեռնակաբերդի թասիբը պահենք, բալավ ինչ չկարողացանք Արցախի թասիբը պահենք, դու հասկանում ես, չկարողացանք եկեղեցու մեր հավատքի, հա, եթե նու եկեղեցին նույնականացնենք մեր հավատքի, մեր գաղափարախոսության, մեր փիլիսոփայության հետ պահենք, չէ, մենք կամած վերածվում ենք կենթանու, կենթանու էլ չէ, կենթանին իր տարածքի համար կռիվ է տալիս։ Գիտես, ասեմ այն հանգամանքը, որ մենք հիմա չենք կարողանում նայենք Արարատին, չենք կարողանում, որտեղ ասելիք չունենք, ամաչում ենք, չենք կարողանում մտնել հանգիստ գլուխներս բարձր, տեկուզ եռաբլուր, որտեղ ասելիք չունենք, բայց չի նշանակում, որ այդ պարտականությունը պարտքը վերացվավ մեզանից։ Լռելով ու խուսափելով չի։ Կա չէ մարդ, որ դու հանգիստ քայլում ես, փողոցում քեզ այն մայթին տեսնում ա, շուտ նույնիսկ ոչ թե մայթի չի անցնում դե քո կողքը, այդ մայթից էլ է գնում, փախնում մտնում ա խանութ, պատես, որ նույնիսկ հերվից չերևա։ Ես դες չեմ ուզում ապրել։ Այլ մենք մոտավորապես մեզ թվում է, եթե փախանք մտանք այդ պատեսները, մենք դրանով կարող ենք ապրել։ Դա ապրել չի, որովհետև այդ մայթից էլ ենք մենք զրկվում, այդ մայթով քայլելու իրավունքից էլ ենք մենք զրկվում, ընդ որում մեր սեփական նախաձեռնությամբ։ Եվ մեր տոլերանտ, մենք տոլերանտ դա տոլերանտություն չի, թուլությունը, խեղճությունը, ես ատում եմ խեղճությունը։ Ես էլ եմ ատում։ Ես ատում եմ խեղճությունը տղամարդու մեջ առավել ևս։ Խեղճությունը կնոջ մեջ առավել ևս գիտես ինչի, որտեվ կինն է տղամարդու թիկունքում միշտ կանգնած, տղամարդուն դող տալիս, երբ որ կինը դառնում է մի հատ ոչ թե խեղճ, այլ պարզ չի ընդհանրապես կինն է դաստիարակում, թե հայրենասիրությունը, թե ամեն ինչը։ Իսկ դա չգիտեմ, ես ճիշտն ասած վաղուց քո հետ չէի խոսացել, չգիտեմ դա, ամեն օր ասում եմ ես էլ ոչ իման չեմ անելու, հավատա։ Հետո չի ստացվում, չեմ կարողանում, ես հիվանդ եմ, ես չեմ կարող այդ անարդարության կողքով անցնեմ, ու ես ունեմ վերք, իմ սրտում, հիմա ով ոնց ուզում է հասկանա այդ սուտի փողով կոմենտ գրողները բան, ու դրանց մեծ մասը գիտես ովքեր են, ամենացավալին էտա մոռացել են, որ Արցախից երբ որ բռնի տեղահանվեցին, վազել եկել են իմ գրասենյակ, իրանք են եկել պատմել, Բակոն սենց արեց, Արայիկը սենց արեց, հիմա սրանց 2 կոպեկ լապի փող են տվել, հետո որ ասում են գնանք, ճղենք, փրթենք, թափենք, ու ես ես նստած օֆիսում դե կամերա կա, զապիս ալում, ոչ մեկ ոչ իման չփրթեց, չթափեց, այս է տուզիկներն են, տուզիկները, հասկանում ես, ու սրանք Արցախցու պատիվներ գետնով տվեցին, լսի Արցախը լրիվ ուրիշ տեղ է, չգիտեմ դու ինչքան ես եղել, թե չէ, ես արմատներով Արցախից եմ, էլի։ Արի 4 անգամ։ Ամեն տարի։
Հասկանում ես, ու սրանք որ ուզում են խառնեն Ղարաբաղցին Արցախցու հետ, նրանք Ղարաբաղցի չեն, նրանք թուրք էլ չեն, նրանք Թուրքից վերան են, այս կլանը որ ստեղ եկել է, հիմա եկել ասել է պարոն Փաշինյան, մենք քոնն ենք, սրանք այնքան անասուն են, սրանք չգիտեն, որ կա սրանց փոխանցումները տարբեր ֆոնդերին, այս ընդեից փող բերածների, չէ որ այդ անտերը բացում ես, տենում ես, հիմա ուզում ես հասկանաս, ասես դու ում եղել, Բակոյի, թե սրա, բաշը որ պոզայով ես հարաբերվում, չէ որ սրանց, էլ եմ ասում, մի հատ էլ դու բան արա, մարդիկ եկան իշխանության, ասեցին մենք նախկինները թալան բան, ես իմ սենց, այսօր էլ նայում եմ այդ արդարադատության նախարարը գնացել է ուսանողների հետ, ասում է շուտով կոռուպցիայի դեմ պայքարի օրն է, իրանց սովորացնում է թե ոնց պայքարեն։ Նո հենց նոր մինչև որ դու ասեցիր կես ժամից մտնենք եթեր, նայում եմ Սերփուի Գալյանը հանդիպել է ուսանողներին բացատրում է կոռուպցիայի դեմ ոնց պայքարեն։ Ինձ եմ լսի ձերս որ իմանայի կմտնեի դուռը կբացի, ասե գիտես ոնց են պայքարում, որ քո արդիկի բերդի պետի տեղակալին չհանդուրժես ում լակոտը խմբակային մարդածեծում, որտեղ դու գիտես բերդի աշխատողները սա հավաքում են, հետո տարբեր տեղեր են բաժանում, հասկանում ես։ Ու կոռուպցիայի դեմ ես պայքարում, երբ որ կոռուպցիայի մասին բան են բերում, չճղեք, չշպրտեք զիբիլի վեդրոն, մտածեք այս թուղթը որ ճղենք, սրա տեղը կարող է ես ինչ ստանանք նվեր, կարծիե ստանանք, իրանք սիրած Լուի Վիտոն ստանանք։ Ու սրանք հլը կոռուպցիայի դեմ պայքարի մասին, դսի, ասկոնը մի խոսացեք էլի։ Արտուր Դավթյան, դու գիտես, դա իմ սեփականաշնորհած մոնոպոլիան է։ Գնում է ՀԱԿ-ի կոնֆերանսներին են հրավիրում Լևոն Տեր-Պետրոսյանին, որ ինքը զեկուցի մարդու իրավունքների եւ ժողովրդավարության մասին։ Ես կարող եմ քեզ տեղ ընդհատել, եթե մեզ դիտողները մոռացել, Արտուր Դավթյանը ով է։ Արտուր Դավթյանը Դատախազը։ Սերժ Սարգսյանի դատախազն էր, որ 4 տարի էլ Նիկոլի Գրպանային դատախազը, գրպանային։ Դա դրանցով ուրիշ ձև չի լինում։ Ուզում եք ասել Արցախը հանձնած դատը։ դատախազը։ Սաղ բոլոր հանցագործությունները, որ 18 թվից սա պարտակում էր, պղնձի մոլիբդենի գործարան, մեկը չի ասում, Արտուր Դավթյան, պապատ քանի անգամ աշխատանքի գնաց այնտեղ։ Դու Արցախի էլ գնացել, հիմա այս մտնոլորտում, խեք ֆիքսում Նիկոլի վրա, պրոստը հետաքրքիր է։ Եթե մի ամենաերևացող թիվ 1 ներն է։ Վարդան, չէ, մի րոպե, ենթադրենք ես ներն եմ։ Ես կարամ 2 միլիոն ստեմ, մի 10 միլիոն է Սփյուռքում, այդ որ ասում են մենք սենց որ գնում անդե փող են տալի, որ եթե նկարվեն, մոռացի։ 10 միլիոնից 2-ը կարա 8 միլիոն մարդ հետևից տանի։ Եթե տենց որ մինք ամենաուժեղ տղեն է, ինչ։ Էջ։ Բայց գործ ունես իրա հետ։ Դու ինձ հարցրա, քեզ հարցրա, Էլենին հարցրա, Պողոսին հարցրա, ասա այ անասուններ։ Ես ինքս է կանգնեմ հայլու մեջ նայեմ, ասեմ Մարինա խես դու ողջ մնացել։ Ում իրավունքն ես դու պաշտպանում, եթե հողը քթիդ տարկից տարան, քեզ էլ գաղափարապես բռնաբարած ունի կողքիդ պետությունը։ Պրիչոմ тут ինքը։ Տենես ոնց ասես ձեռը բարձրացնում, գալիս են թրի տակով անցնում, հոգևորականն անցնում, չէ հոգևորականն անցնում է։ Ասա էլի, ձենան, պրոստ ես քո հետ հիմա քննարկում եմ, ուզում հասկանամ։ Հիմա դա մասին եմ ուզում խոսամ։ Նայ։ Մի մաս անցնում է, մի մաս ամեն դեպքում չի անցնում, որովհետև եթե անցներ, եթե բոլոր անցնող լինեին, ես իմ եթերը վաղուց պագել էի։ Չէ՞ որ ես գոնե իմ եթերներով հասկանում եմ, որ կա մի մաս, որ չի ուզում անցնի։ Այն Դավիթն է, որ դիտակով անցնի։ Հիմա մեզ ամեն օր մոտիվացիա է պետք, ամեն օր ճշմարտության մի նոր բանաձև է պետք, որ մենք ոչ միայն մեզ մխիթարենք, այլև մեր քանակն ավելացնենք, խոսնենք այն մարդկանց հետ, որոնք հասկանալու խնդիր ունեն, որոնց մոտ ինֆորմացիան ուշահասնում չեն մարսում։ Հա, հիմա Մարինա Պողոսյանը կարող է իմանա
Ինչի է պետ մարդուն արդարությունը կամ արդարության զգացումը։ Այդ ինչ բան է։ Առանձնաբարձել նոմա ապրել, հա։ Դու ասա։ Բայց Ես չէ՞ որ ես քո ասած հոտը, այդ ըհը հայերը, ես ինձ ասում ները ըհը հայեր։ ըհը Ես արդեն դարձել են բարերը, Ներոսները ներոսները, արից հազա անուն օրինեցի հա։ իմ բաննա հորինած բառնա ներոսներ էլի այն մեկը հերոսեր էս ներոսա Հա, ասեն, հա, խերոս ունենք, ներոսներ հիմա ունենք։ հիմա էլ ներոս Հա, լավ, չէ՞ որ այդ նեղահայերի համար այդ արդարության ներքին պահանջը չկա։ Եվ վերջո ո՞նց է որ մեկի մոտ կա, մեկի մոտ չկա։ Ու ինչա դա ընդհանրապես։ Ու դա պետք է։ Չէ՞ որ եթե դա չլիներ, եթե դու դա չունենայիր, ես չունենայի, ես ես կլինեի։ գիտես հիմա ինչ կոմֆորտի մեջ կապրեի Ահա։ Մենք իրար հետ չէինք խոսա, որտեվ ես կլինեին գործոն զբաղված, դու քո կայֆերի մեջ, մեզանից շատ շատերն էլ մեզանից ոչ պակաս կայֆերի մեջ կլինեին, կներեք բարիս համար, հա։ Մեզ ինչն է միա Մեզ ինչն է միավորում, մեզ ոչ չեն միավորում մանկության մենք մի դասարանում չենք սովորել, հա, նույն բանը, ավազի հետ չենք խաղացել։ Մենք իրար ընդհանրապես չենք էլ ճանաչում։ Մի անգամ ենք տեսել կյանքի մեջ մենք ես կենթանի ժամանակ եւ 4 տարի առաջ էր։ Ես քո հետ մի անգամ եմ հանդիպել։ Անդ որում էկրանով ճանաչելուց հետո։ Բայց մեզ բոլորիս հիմա այսքան մի քանի տասնյակ հազար մարդ դիտողներ, ինչն է միավորում ու ինչն է դա։ Ինչա դա ու ինչքանով է դա կարևոր։ ասեմ դա չգիտեմ հիմա ես ինչքանով ճիշտ պատասխան կտամ դա նախ մեր գեներն է որ ասում է գենի պալցեմ не раздавишь որովհետև մենք մեր կաթի հետ մեր ընտանիքներում չգիտեմ ես փոքր ես հիշում եմ ինձ 5 տարեկանից դրանից առաջ չեմ հիշում ես երևի իմ ընտանիքում են ինձ դաստիարակել որ եղել եմ հայրենասեր, եթե թույլ տաս, այդտեղ մի հատ փոքր բան ուղակի մեջ բերում պատմեմ, կներես, էլի, ուղակի որ իրար չենք ճանաչել, ես որ 5 տարեկան էի, ինձ պապիկս, իմ մեծ պապիկը ինձ սովորացրել էր Զարթնիվ լավ երգը, դու գիտես որ այն ժամանակ այդ երգը շատ քիչ չէին բանանում, էլի տենց թույլ տրված չէր, ու մենք գնացել էինք Ղարաբաղ, Արցախ ու այդ գյուղում ապրում էին նաև եւ հայեր եւ թուրքեր իրար հետ էին ապրում ես մի հատ մեծ քար գտա ու papas ինձ մի հատ շատ սիրուն շոր էր առել շորը հակա բարձր քար էր կանգնած գոռում էի զարթնիր լավ բռնում քեզի երգ եմ երգում բաղաձայն ու թուրք տղա է գալիս 12-13 տարեկան ասում է ճղոպուր եմ ուտում պոպոկը ճղոպուրը դե բանա չէ յոդի պես ասում է մի երգի քսելու եմ շորերի ու ես իրականում եմ այդ հիշում, ես այդ արդարության զգացումը տեղից է գալիս, ասում եմ, չէ, չես քսելու, ասում եմ, քսելու եմ, ասի, դե որ քսես կտենաս ինչ կանեմ, ասեց, ինչ կանես, ասի, գլուխդ կջարդեմ, լսի, սա քսում է, այդ շորը papas էր նվեր տվել, ես վերցնում եմ քար ու խփում եմ դրա գլխին, ու իրականում հետո պատմություններ ինձ փախցեցի Ստեփանակերտ, ու պուճուր երեխա է, որ ընտանիքների միջև այդ թշնամությունը վերանա, հիմա ասածս ինչ է Կապ չունի, դու պուճուր ես թե մեծ ես, դու աղջիկ ես թե տղա ես, քո դիմացինը քեզնից տարիքով մեծ է, ֆիզիկապես ուժեղ է թե չէ, կա ոգի հասկացություն, կա դաստիարակություն հասկացություն, կա հայրենասիրություն, որը առաջինը սկսում է մարտիրը ընտանիքից, պատրիոտիզմը դա ընտանիքից է սկսում, աշխատավայրից, ես դավաճանություն բառ չեմ սիրում, հա, երբ որ ասենք հիմա մենք կարող է իրար հետ չշփվենք, բայց ես քեզ չեմ հայոյի քո հետևից, որովհետև արդեն իսկ մենք հաց էլ չենք կիսել, բայց մենք շփվել ենք իրար հետ։ Այսինքն իմ կյանքին հասկանում ես, սա ինչ որ սկզբունքներ կա, որ դաստիարակվել ենք։ Եվ արդարության զգացումը եւս գալիս է տեղից, երբ որ ընտանիքում սովորացնում են, ասում են, գիտես ինչ, դու չպետք է թույլին վնասես, դու պետք է քո երկիրը սիրես։ Իսկ այդ թույլին չվնասելը սա բուն իմաստը, որ ես ինչով որ ես հիմա ընդհանրապես զբաղվում եմ, սա այդ իմաստն է, որովհետև ես ինձ միշտ համարել եմ ուժեղ մարդ, ոչ թե տորկանգեղ ֆիզիկապես ուժեղ, ու ֆիզիկապեսը կապ չունի ընդհանրապես։ Ու ես չեմ կարողանում տանեմ, երբ որ թույլի վրա փորձում են ինքնահաստատվել։ Դա կլինի թե այս կռիվները, որ ստեղանում են, դա կլինի թե Արցախն էլ իմ համար եղել է մեր փոքր թույլ մեր պուճուր ընտանիքի պուճուր անդամը
հասկանում ես, որի վրա հարձակվել են։ Ես դա կարամ բացատրեմ նաև նրանով, որ դու գիտես, մի կատվի համար ես հասանդը, որտեղ ոտքս ջարդեցի ու 6 ամիս ես պարկեցի, բայց չեմ փոշմանում, հիմա նորից կանցնեի։ Շան կատվի, ու այդ ժամանակ մարդիկ չեն հասկանում, որտեղ իրանք մտածում են, գերում են, բավա քեզ փող տալի, ասում եմ շունը, կամ կատուն, կամ հա, շունին վճարում է, դու չգիտես, մեռնելուց հետո հետ մահու ինքը ինձ վճարում է կամ հասկանում ես, այ էսա, որ մարդը ասում ասում, հա դե շուն է, դե կատու է, բայց դրանից է սկսվում, որտեղ երբ որ դու անմնացորդ առանց փողի ես սկսում անել, չես ուզում, որ թույլին վնասեն, Վարդան, դու արդեն դա դառնում է քո մեջ բնավորություն, դա դաստիարակության հարց է, եւ առանց արդարամտության մարդը մարտարարածից, human being-ից, homo sapiens-ից վերածվում է ուղղակի ինչ որ չգիտեմ, երկոտանի էակի, որտեվ եթե քո մեջ չկա արդարամտությունը, անիմաստ է։ Նույնիսկ երբ որ դու Սաղմոսներն ես կարդում, ամբարիշտների մասին ալդերվում չէ, որ պետք չի գնալ իրանց հետ ամբարիշտների հետ ժողովի, այսինքն այս մեկին թող դրանով դաստիարակեն, մյուսին դպրոցում դաստիարակեն, բայց երբ որ երկրիդ մեջ գալիս է մի բան, որ մտնում են տարատեսակ աղանդները, որոնք կյանասնացնեն մարդկանց, բերեն մի վիճակի, որ ասեն, ինչ ուզում ալինի, հալելույա, ուսես թրվռան տեմի վրա, ինչ, տես չի, այդ ժամանակ եկեղեցիդ էլ է զրոյանում, որը պտի այդ զանգերը խփեր, ասել ինչ աղանդ, սո, պրծավ, էսենք, ես քեզ մի հատ հարց եմ ուզում տամ, նոր շարունակենք, դու պատկերացրա, որ եթե նման բան լիներ որևէ մզկիթում, մեկը մտներ, իրանց առաջնորդին ինչ որ մի բան ասել, ինչ ես կարծում, ինչև մզկիթի դուր կհասներ, դուրս գալու, ես կարծում եմ, որ չէ, առանց արդարության զգացումի ապրելը սխալ է, հավատամ, միշտ դու թվարկում ես, ես 5 կետ նշեցի, չնայած քո եթերն է, բայց քո թույլտվությամբ ես ուզում շատ կարճ համառոտ սխալ բան եմ ասել, չէ, ցավատան, ինչա անարդարություն, ինչով է դա կարևոր, այդ արդարության զգացումը, որով իմ համար եմ ասում, որովհետև իմ համար հայն ու արդարությունը դա կոմանիշներ են։ դա գենետիկ, դա կոմանիշներ են ու հայ առանց արդարության, առանց բարոյականության ինքը արդեն հայ չի, որովհետև աշխարհի աղն ու համը, հոտը, սկիզբը, բարոյականությունը, բանաձևերը, այն չգրված օրենքները դրված է, մեկը 10 պատվիրան է ասում, չգիտեմ, մեկը բնության օրենքներ ասում, ես դա կոչում բնության օրենքներ, դա բարոյականությունն է, դա արդարության զգացումն է։ դա տիեզերական օրենք է։ Որովհետև օրինակ հիմա կասեմ մենակ հայերի մոտ չէ, տես չէ, օրինակ հրեաների մոտը տես չի։ Հրեայի մոտը տես չի, հրեայի մոտ չկա այդ բան ճիշտ, ասում է մի եղիր արդար, եղիր խելացի։ Քո շահի գիտակցումը միշտ ունես, ինչ արդարություն, խելացի շահի գիտակցում։ Ասում եք, դրանք ծայրահեղ տարբեր հակադարձող բանը մոտեցումներ են։ Հայը չի կարա շահի տեսակետից նայել, դու շահի տեսակետից նայում ես, հիմա տեսնում ես ինչ են անում իրանք շահի տեսակետից, իրանք շահի տեսակետից իրանք ցեղասպանել են շուրջը ինչ հնարավոր է։ Ու միջև այսօր իրանք համայն մոլորակի ատելության թիրախ են դարել։ Հիմա գոնե երբ որ արդեն մնացած հասկանում ես սրանք ինչ են անում, դե ինֆորմացիայի դա հնարավոր չի թաքցնել։ Երկրորդը մի բան եմ ուզում ասեմ, այս վերջերս նայում եմ, ես իմ երեխեքի հետ գոնե ոնց ամիսը մի անգամ լսում հայկական ֆիլմներ են, հին ֆիլմերը, այդ կապը պահելու համար, էլի։ Գիտես ինչն էի նայում, երբ գալիս է սեպտեմբերը։ Այդ լսեք ամբողջ ֆիլմը նայում եմ ուզում ասեմ երեխեք, էսի լավ ֆիլմ է, ու ես չեմ հավանում այդ ֆիլմին, չի։ Դե հայի կերպարը ճիշտ է, բանն է, մեր Ջիգարխանյանն է ներկայացնում։ Որը շատ է էլի սենց կռացած է իրավիճակը, շատ է էլի, ինչ որ շատ բան է էլի։ Տես մի կերպ, բայց չեմ խոսում, որ երեխեքի բանը չփչացնեմ, տպավորությունները, դե տես, եկել է իր թորնիկին է փոխանցում, եկել է Դբրոցտանի, ինչքան կարևոր է իր համար։ Սենց համբերատար նայեցի միջև վերջ, միջև այն պահը, երբ որ հարբած նշված էր այդ հերոսը, ու սկսեց ֆիդայինները երգել։ Քյոսայանը այդ ժամանակ, արաս ես քեզ ամեն ինչ ներում եմ։ Այս ախմախ ֆիլմը ներում եմ։
Այս էժան կերպարը ես քեզ ներում եմ, ընդ որում թարգմանվեց ռուսերեն լրիվ ուրիշ բառեր։ Լրի մեջի աղը կորավ էլի։ Հա, բայց դա չէ, ուզում ասեմ, այսքանը նկատել ես, որ այդ ֆիլմի մեջ սովետական միության ժամանակ հայ Ֆիդեին Կարողանար երկացներ իր հերոսին։ Ես իրան ներեցի ամեն ինչ։ Այս արդարության զգացումը, երբ որ դու բան չես կարող անես գլոբալ, քո տաղանդը գուցե այդքանի է երգում, բայց դու մի տեղ այդ արդարության մի զգացողությունը փոքր բան, մի փոքր, մի հատ ավազի հատիկ դու արա, լսի, ավազի հատիկ։ Իսկ շահի հետևից գնացողը, դու գիտես, որ շահի հետևից գնացող կանանց մի ժամանակ ոստիկանները շաբաթ-կիրակի սուբոտնիկի էին տանում։ այ Ինչ, հիմա էլ ազգովի են տանում, ինչ ա եղել։ Չէ, Չէ, հիմա Վարդան, ես տխրում եմ, գիտես ինչից, նայ, իմ համար մի բան ասեմ, մենակ չծիծաղացրած, իմ համար հիմա ամենամեծ խնդիրը դպրոցն է։ Որովհետև այդ բոլոր զգացումները, որ դու ասում ես, հա, դա դպրոցում էլ է ներարկվում երեխեքի մեջ։ Բայց ես հիմա տեսնում եմ դպրոցը, ես զարհուրում եմ, հասկանում ես, այդ հենց դպրոցն է, եթե դու ուզում ես մի ազգ, ես չգիտեմ ով ասել, վերացնես, դու պետք է այդ ազգ կրթությունից զրկես ընդհանրապես։ Այդքան մի բան, որտեղ տգետ մարդը դա ամենաղեկավարվող մարդն է, որը որևէ դովդ հա չի կարա բերի, չի կարա հակադարձի, տրամաբանություն չունի։ Հետո գիտես ինչ, երբեք թույլ մարդը արդար չի լինում, տգետ մարդը արդար չի լինում, որտեղ արդար կարա լինի այն մարդը, ով որ գրքեր է կարդացել, ով հեքիաթ, էլեմենտար հեքիաթներ է կարդացել, հասկանում ես, այդ հեքիաթներն է մեր մեջ արդարությունը սերմանել։ Հովհաննես Թումանյանը դա հանճար է, Թումանյանի հեքիաթները, ցանկացած հեքիաթներ, էտա։ Հիմա դու պատկերացա մեր սերունդը, պատկերացնա, որ 20 հոգով մեկին սատկացնելը լավ է, մեկի վրայով 3 անգամ մեքենա մեքենա։ Ես այդտեղ բառեր չեմ գտնում, հասկանում ես, այսինքն դու հասկանում ես ինչ կարգի բարոյական արժեքների զուրկ մարդիկ են, ու հիմա տենց էլ սերունդ է դաստիարակվելու, ու այդ սերունդը վաղը իր հոր ու մոր վրա է իր հմտությունները կիրառելու, ճիշտ հասկացի, որտեվ եթե չկա արժե համակարգ, ոչ մի բան չկա, չենք սրանց մաքսիմում կարդացածը, որ ասես ինչ գիրք ես կարդացել, կարող ասի Վարդան Հակոբյանի էֆիրի տակի 10 կոմենտ է, բարև դզեզով։ Ես, եթե ինչ-որ մի պաշտոն ունենայի, բոլոր լատինատար այդ տենց լեկցիա գրողներին, լուրջ եմ ասում, մի ձեռը կկտրեի ու կպրծներ, հիմա թող ասեն, որ ես էլ եմ վատը, բամարդ ունենա, մաշտության այբուբեն, այդքան հնչյուններով, գրի բարև դզես, տակն է գրի ես Բրյուսովի համալսարանի, եսի ինչ եմ։ Դու հասկանում ես, չեն սովորում, քո մեջ կա արդարության զգացում, կա, որտեղ արդարության զգացումը դա երբ որ բարին մենք պատկերացնում ենք, որ բարին չարին հաղթելու է, այսինքն մենք փոքրուց դրանով են գնացել։ Ու այս 8 տարի է, էլի մտածում են մեծ մասը, մեր Բակալենյան, որ չի կարա սենց լինի, չէ, կարա, որտեղ մենք թույլ տվեցինք։ Ես ինձ եմ մեղադրում, հավատա, ես ոչ Նիկոլին եմ մեղադրում, ոչ Քոչարյանին եմ մեղադրում, ոչ սրան, ես ինձ եմ մեղադրում, ասում եմ, ուրեմն ինչ որ միտեղ, մի բան մենք պակաս արեցինք, միտեղ հապաղեցինք, միտեղ ավելի բարի գտնվեցին, միտեղ միգուցե պետք էր դառնալ սմերտնիկ, քան թե սենց քրքաշ ապրել, ես իրականում եմ քեզ ասում, ես առավոտները սկսել եմ ատել, երբ որ առավոտը զարթնում ես, այն որ մեկ էլ հասկանում ես, որ այդ երազ չի, այդ իրականությունն է, որի մեջ դու պետքա դուրս գաս, որի մեջ դու պետքա ապրես, ազգային ժողովն է դիմացա, ես իրանց չեմ ատում, տեսնում եմ էլի, դոյի պոսլին էլ եմ տեսել իրանց, իրանքի մեջ խղճահարություն են արտնասնում, իրանքի մեջ դես ով են զալատայ անտիլոպայի միջի են բան են, որ հա ոսկի ա ուզում, վերջում խեղդվում այդ ոսկի, հասկանում ես, իրականում եմ ես քեզ ասում, դու գալիցքի ես ասում, մարդիկ ուրիշ տեղեր գնում են իրանց ծեծած փողը հասկանում են, լսի, որ մարդ արարածը, արարելու համար է ստեղծվել այս երկրագնդի վրա։ Մենք բոլորս մի տարի, 2 տարի, 6
ամիս, չգիտեմ, 10 տարի դու չեն կլնելու։ Բայց լֆիկը որ մեռնի մնալու է բանը, սիթին, հետաքրքիր է։ Սիթի արցանն են կանգնացնելու։ Ծառուկյանը որ մեռնի Արժույթի արցանն են, հա, երևի կանգնացնելու։ Չգիտեմ, ես իմ սրանցից որ մեկը մեռնի, ես իմ ինչի արցան են կանգնացնելու։ Գալիցկին որ մեռնի, երեխեք էլ գնալու են պարկ Գալիցկովը։ Հասկանում ես։ Գնալու են ու հիշելու են այդ անունը։ Բայց ոչ մեկ չի ասելու Երևան պարկ 10 քանի հազար դրամ երեխեքին անհասանելի գնամ կամ կրկես 40,000 դրամա, 30,000 դրամա, ես իմ ինչա կրկես իմ տոմսի մի սենց նայի վրաս։ Լուրջ։ Մենք գնում էինք ընդեղ 2 կոպեկ էր երևի են տրուբուչկաները կրեմով ուտում էինք, նոր տարվա այն 4 հատ մանդարին ու մեջը մի հատ բան։ Սրանք բարեգործ չեն, սրանք բարեգործությունը։ Հիմա ով ինչ ուզում է սփյուռքից ասի, համայն հայության բարեգործությունը սկսած Հովնանյան, չհովնանյան, Մովնանյան, բոլորը tax deductible քաղաքականությունն է, մեկ է փող լվալու, մեկ էլ այդ իշխանությանը գալիս է, ես բարեգործ եմ, հասկանում ես, ոչ մեկ ոչի ման ձրի չսարքեց։ Արդվազն ես երկու հոգու կարամ ասեմ, որոնց ուղարկած փողերը հաստատ բարեգործական են եղել, մեկը Քրտ Քրտոյանն է, քրքի նման շրայլ անհաշիվ փող տվող աշխարհը Ինչ եղավ այդ փողերը։ Ռոբերտ Քոչյանն է պետք հարցնել, մեկ է Սերժիկին, մյուսը Շարմազն է։ Չուղարկեր։ Ո՞։ Մյուսովը, հա, հասկացա։ Բայց 1000 ներողություն էլի։ Բարեգործություն անորներ կան, որ պարտադիր չի որ գնա նախագահի կամ վարչապետի հետ ձեռ սխմեն ու նկարվեն։ Չէ, ես դաժե այդտեղ էլ համաձայն չեմ, եթե ուզում ես բարեգործություն անես, դու գալիս ես քո երկրում անանուն, սարքում ես մի հատ սիրուն այգի, սարքում ես մի հատ ձրի կրկես, թողնում ու գնում ես։ Սո։ Երբ որ դու այդ գործերի մեջ ես, երկրի ներկայացուցիչներ ես տալիս, ասում են քո երկրին ինչ է պետք, գալիս են քեզ խնդրում են, ասում են, սենց մեծ ճանապարհ է պետք, Ռոբերտ Քոչարյանը ասում է, մեծ ճանապարհ է պետք։ Գիտես, բանից, Իրանից մինչև Բավրա լավ ճանապարհ է պետք, որ մենք զարգանանք, էլի։ Ու հարցը գիտես ինչ է եղել։ 100 միլիոն է հերիք, հա։ Իրանք չեն էլ մտածել, որ կարող է այդքան փող։ Հարց տամ քեզ, էլի, քրկ։ Կյանք տեսած մարդ։ Դու Սայիդի աշկերի մեջ նայել ես, որ տվել ես այդ փողը։ Սայիդը չի եղել ուզողը Սայիդը չի եղել, Օսկանյան Վարդանն է եղել։ Պակաս Սայիդի անուն տվեցիր, էդ էլ են Սիլվա, ինչ էր, այն մի հատ բան կա է, մեր պատմության կլասիկ կաշառք տվողը, որ 26 կիլո փողեր անում, բան տենց Օսանի կաշառքա տվել։ Սաղին, ես մեռել եմ, ես այն օր էլ էսի հաշվել եմ, էլի, որ եթե այդ օրը ինքը կաշառքը, դու գիտես դե Քոչարյանի ոնց եմ ես սիրում, բայց վստահ եմ, էլի, այդ պրոստ այդ շատ ուժեղ կինո էր, ասում է ՎՏԲ բանկից Նալբանդյանի վրա ՎՏԲ բանկից 2,600,000 դոլար հանում է եւ տալիս է լսի անհայտ գնդապետի ուրեմն դե բեսան բախներ բերել է որ այդ օրը 4 հատ գնդապետ չի կայնած եղել որ Սիլվան գոռա կամ ու իշո երկրորդը պատկերացնես 2,600,000 26 կիլո 600 գրամ փող է ուրեմն ես այն օրը սպորտզալում ասում 26 կիլո եկալ եմ գիրան սկսեմ տենց կլաչի պես ֆրֆրալ էլի այն Սիլվան լախտը բխտը նա 2,600 գրամ միշտ չի կարա բանկից պատկերացնես 26 կիլո փողը սենց այն ռուզիկի կլաչի պես վեկալել է տարեթվել է գնդապետի Հետո ոչ մի բանկ քեզ 2,600,000 դոլար սումկով cash չի տա դուրս գա, այնեն մի օրվա մեջ, դու դրա համար պետք է ամիսներով մի օրվա մեջ չէ, 5 րոպեվա մեջ է տվել, դու ես ինչ թվերի մասին ես խոսում, սա Հայաստանն է, չի կարող ունենա, դաժե կանխիկ, իրա մոտ դրած Սա Հայաստանն է, այստեղ դու տանն ես, ես խնդրում եմ, որ հանգարց, ըտենց վատ աչկով չնայես մեր երկրին,
Դե ամեն ինչ էլ կարելի է անել, ամեն ինչ։ Բայց Լաս Վեգասի կազինո չի էլի, ես 99 թվականին Լաս Վեգասի կազինոյում էլ եմ աշխատել։ Իսկ կազինոյում բավականին կարգ ու կանոն կա, դու ես ինչի մասին ես։ Վարդան ջան, եթե կարաս վաղը փոխանցի, լսի։ Դե ես դու ոնց եմ բանկից քեշ անում։ Դե արի էքսպերիմենտ անեմ, հայելի ցավը տանեմ 26 միլիոն, ես կվերցնեմ այդ 26 կիլո 600 գրամը ու դու չէ, պատկերացրա ռիալ, երբ որ տարիներ առաջ այս Արցախի ներդրումային հիմնադրամով Վարդան ջան, ես պատերազմից հետո չի որ զբաղվել եմ։ Այն հիշում ես, որ իմ վրա գործային հարուցել ուզում էին տանեին նստացնին։ Այդ էլ հենց վերաբերվում էր Քոչարյանի մոտիկներով, դատախազի տեղակալներով, այն ժամանակ էլ ոնց էին ՎՏԲ բանկից միլիոններով քեշ անել տարել։ Հենց իրանց մասին խոսացի, ես այն վաղ ավելի միամիտ էի, էլի, գնացի ազգային անվտանգության ծառայություն, այնտեղ մի հատ ղեկավար կար, որ հիմա գժական ընդդիմադիր է դարել, ասում է չպետք է լինի Նիկոլը։ Սրիկա է, էլի, ինքը ավելի լավ է Նիկոլ լինի, քան Ո՞ր մեկը։ Ո՞ր մեկը։ Ո՞ր եկել ազգային անվտանգության ծառայության տնօրեն, որ հիմա կուսակցություն է բացի առավոտից իրիկուն ուզում է իմ մտուկու հացը։ Արտուրը Պոշտալյոնը, Նիկոլի Պոշտալյոնը։ Հետո ա չէ։ Արտուրը բանի հետ չես։ Ոնց։ No, Անեցան Արտուրը։ Ոչ, չէ, ինչ ես խոսում, ոչ։ Իկա։ Ոչ, հա? Էլիկա։ Իհարկե, ուզում եմ ու հացը առնի, սաղոր առավոտից իրգուն խոսում է, բայց ինքը ես դոլը սպասի, եթե ես ողջ մնացի գլուխս չկերան։ Հեսա որ ընտրությունները մի պուճուրես նախընտրական բանը թեժանա, բոլորի մասին փաստերով այնքան բան ունեցել։ Ահա դու Ռազմետի պետի հետ ես, Արշակ Կարապետյանի հետ ես, թթվի քարի։ Դու հիմա ինձ սենց հարցեր չտաս, ասելու եմ քեզ, բայց հիմա չէ, հիմա ինքը արդեն լարվել է։ Ինքը դե քեզ լսում է, ու ես գիտեմ, որ ինքը քեզ լսում է, որտեղ տարբեր տեղեր ասում է։ Ուրեմն թող հիմա էլ լսի տենա, երբ որ ես գնացի ԱԱԾ-ի շենքի մոտ կանգնեցի, տակից զանգեց, ասի շատ եմ խնդրում, ինձ ընդունեք, որտեղ այս փողերի համար, այս որ բացահայտել եմ, ինձ զանգում են տարբեր Չեչնիա, Մեչնիայից վախացնում, այս հեքիաթ չի։ Ասեց հա իհարկե ու վաղ առավոտը կգաք։ Վաղ առավոտ Աշոտ Կարապետյանը գործ արեցեց իմ վրա։ Իսկ հիմա ուր է ուղիչ աշխատանքային գաղութում։ Ուզում ասեմ, գիտես, ես այս կուսակցություններին դեմ եմ, բոլոր, որովհետև կուսակցությունների 99%-ը մեր ուշադրությունը հիմա շեղելու համար է, հավատա։ Ամեն մեկը վերակենում մի հատնեց մի բան ասում, այդ խեղճ սփյուռքն էլ այդտեղ ոչ մի մասին չի ճանաչում։ Դե սփյուռքն էլ ակաժներով է սիրում։ Ով ինչ լավ բան ասում, ասում բաբամ ասոր փողը ուղարկենք, աս մեկը լավն է, ան մեկը լավն է։ Հիմիկվանից հայտարարում եմ, ես ինքս ստեղ ապրում եմ, ստեղ ծնվել մեծացել եմ, սաղ ծակոցուկեր գիտեմ Երևան, չկա տենց մարդ ում հետևից կարելի է գնալ։ All inclusive, սաղ իրար հետ, all inclusive։ Նիկոլը, Ռոբերտը, Լևոնը եւ այն մնացած կժար, բժար, տժար, ես իմ դժվար հեշտ իմ քայլ քո քայլ մեր ապագան նրա ապագան հայոց հայրենիք ես իմ Թուրքիա չկա ախպեր Հայաստան հայրենիք հայ չգիտեմ մասիս չկա ես ասում եմ չկա թող մեկն ու մեկը ինձ ասի Մարինա ջան այ դրանցից մեկը որտես թասիբի զգացում ունի ինձ ասի արի այդ բանավիճենք Գիտես ինչ կասել։ Մեր արժանապատվությունից ցածր է իրավապաշտպանի եւ բանավիճենը, թող գա բանավիճեն, փաստերն առնեմ, մտցնեմ իրանց աչքը։ Նույն փաստեցի։ Չկա։ Այս ամեն Քեզ հրավիրելու են դուելի, ասելու են, ասացի համար պետք է աչոտը տաս, նենց որ սպասի։ Ես համ աչոտ տվող եմ по жизни, համ էլ սպրոս անող եմ по жизни։ 1000 ներողություն այս բառերի համար։ Աչոտն էլ կտամ մնացածն էլ վրայից գիտես ինչ շատ մարդիկ կա որ այսօր ընդհանրապես եթե իրանք անպատկառ չլինեին չէին խոսա մարդ կար որ երբ ասում է եկեղեցի մտնենք ասում է ինչ եկեղեցի չի կարելի եկեղեցի մտնել տարիներ առաջ այսօր խոսում է եկեղեցիներից դու հասկանում ես սրանց հետ պետք է վիդեո կամերայով մանգաս վիդեո կամերայով սրանք մենակ իրենց կուսակցական լինելու համար
ամեն ինչ պատրաստ են ծախեն, իրանց կույսությունն էլ էլի, այդ կուսակցական բառը տեղից է եկել, իրանց ուղեղի կույսություն, որտեղ սրանց ուղեղները կույս է, չօգտագործված է։ Այդ իմաստով, մար, դու մի հատ թիվ կարաս ասես, ըստ քեզ, այդ թվերին լավ ես տիրապետում, ըստ քեզ, Արցախը ինչքան դիմաց ծախեցին մոտավորապես։ Ես ուզում եմ հասկանամ Հայաստանի դիմաց ինչ են տվել։ Էսի, ես կարամ ասեմ, թե Արցախից ինչքան փող է բերվել, բայց թե Արցախը ինչքան դիմաց են ծախել։ Դե այդ ընթացքում տալել են այս կողմենքում։ Մի կարապես մոտ մի 5 միլիարդ բերել են մի քանի ընտանիք։ Ծխացնելու ես, դու պատկերացնում ես, էդ էլ ու պարզ եթերում ասեն, նա իրավապաշտպան, հա, սիրտս պայթում է, հա։ Իսկ Հայաստանը ծախելու համար փող չեն էլ գալու։ Միսա նեգատով։ Լսի, դու հասկանում ես, որ մեր հիվանդը ռեանիմացիայում պարկած է, կապելնիցայի տակ, հա, պարկած է։ Մորքուրը մի տեղ է նստած, հորքուրը մի տեղ է, հորողբերը, ամեն մեկը մի օբյեկտում սեղան է գցել, ու ամեն մեկը բաժակ բարձրացած ասում է, այդ հիվանդին ամենաշատ ես եմ սիրում։ Բայց արուն տվող հիվանդին չկա։ Այս կուսակցությունները այդ հիվանդի բարեկամոր, կուրմոր, աղբոր տղա, քուչի տղա, ամեն մեկ ասում է ոնց, չէ, դոշ են ծեծում, մեկին էլ լենա, մեկին էլ նեղա, ես հայրենիք, հələ մեկ ասի արա, դու սկի մի կատու փրգած չկաս, դու սկի Արցախ, որ գնա, հետո սրանց թվում է, գիտես, որ Արցախը չկա, գեղից մարդ չկա, ոչ մեկ չգիտիս տեից գնացածները գնացին ընդեղ ինչ արեցին պատերազմի օրերին, դու լավ գիտես էլի։ Դու հասկանում ես այսօր, այս բազմակուսա, այսօր Հայաստանում, եթե մարտահամար անեն, ամեն հայն 5 կուսակցություն գնում։ Առավոտը բացում ես, ամեն մեկը գոռում է, որ ինքը փրկելու Հայաստան։ Հիմա ինձ մի բան ասա, Նիկոլից ինչով են տարբերվում։ Նա կարոս ասես ինչով են տարբերվում։ Այն որ շատերը Նիկոլից չեն տարբերվում ու Նիկոլի մետաստազներից են, ասում են, դա էլ հարց է։ Ահա, դա էլ հարց է, ինքն է Նիկոլի մետաստազը, թե Նիկոլն է իր մետաստազը, մար, ասա ինձ, եթե ուղի, եթե սխալ եմ։ Ասա, դու սխալ դժվար ելնես, բայց չէ, ես եմ եղանալ։ Նայ ջան։ Նիկոլը չի ղեկավարում Արցախը։ Արցախը ղեկավար, Արցախն դրել է Նիկոլին, այսինքն մենք չենք կարող ասենք կա ազգային անվտանգության ծառայություն։ Դե այն ծառայությունն է, այն տեղն է, որի ձեռքով Նիկոլի ձեռքով տերերը, տենց ավելի ճիշտ է։ Այս անտեսանելի մի հատ մարմին է, որը ունի անտեսանելի տեր, հիմա ընդ մեկը կասի բանն է, Լոնդոնն է դրա տերը, մեկը կասի Իսրայելն է դրա տերը, մեկը կասի Մոսկվան է դրա տերը։ Ոնց որ երեք մեկ ասում էր բան, Մոզամբիկ, բան, sense բաներ էր խոսում Մենք ասում կարող մի պապն է հիմնարկի տերը։ Վերջը, տերը X-ը։ Այդ բանը, այդ ԱԱԾ-ն է, որը ունի միգուցե բոլորն են իր տերը, խրեի ոզնա, ով կնդե կարտադրությանը համար, ով փողը տալիս է, ով այդ ժամանակ ազդեցություն ունի, այդ տերն է երևի։ Բայց ամեն դեպքում այս մանմինն է իր մետաստազներով սենց ղեկավարում բոլորին ու երևացող պրեշիկը ներն է։ Երևացող Լսի, մենք միշտ այսբերգի գագաթն ենք տեղ։ Մի հատ հարց տամ, ես ուղիղ եթեր, հա։ Չէ։ Չէ, էլի իմանամ, որտեղ եթե ուղիղ է, իմանամ վերջերս հավաքեմ, հենց պրծելի վերջերս հավաքեմ ու ծռնեմ։ Չէ, մի օր ունես, մենք հիմա ձայնագրում ենք, ուշ է Երևանում քնել են արդեն, արթնանանց դու մի քանի ժամ ունես։ Մինչև իրան զարթնեն, ես թռած կլնեմ։ Նայ, մենք գիտես ինչն է հետաքրքիր, մեր ազգ իրական շատ խելոք է, բայց միշտ ասում են հայ հետին խելքը էլի։ Այդ հայ հետին խելքը մենք տեսել ենք եւ 88 թվին, եւ 18 թվին, եւ 97, մենք տեսել ենք այդ խելքը։ Մենք այսպես մած զավատիստի բան են ցույց տալիս, են ագրավներն են, չէ՞ տենց ոսկի սիրում։ Վրազ էս տենում ենք ու վրազ վազում։
Բայց չեն հասկանում։ Այդպես հնդկացիներին, ապաչիներին էին, դա հնդկացիներին Հիմա, նայ, էին։ հիմա ինչու՞մն է հարցը, երբ որ մենք սկսում ենք մի մարդու մեղադրել, լսի, քավլիցի, դու գիտես, ես 4-ին հավասարապես ատում եմ, 4-ին հավասարապես պորովնում։ Այն հայտնի մարդու ասած 4-ին է Լակիրովնի տեղը դնեմ։ Հիմա լսի, նայ, վաշետը ես մեզ կդնեի, որովհետև մենք շատ ժամանակ կորցրեցինք, շատ 88 թվից այս կողմ մենք կորցրեցինք ժամանակ։ Այդ որ դու ասում ես, որ կանչես դու էլի պիտի աչոտ տամ, այս քեզ մի հատ բան ասեմ, 91 թվին, 1-2 թվին մենք հաղթել ենք, չէ՞, առաջի պատերազմը, Արցախյան պատերազմը։ Բա ասում են, բա ժողովուրդը աչոտ չուզեց, ասեց, բա գոռում եք մի բացում։ Ուր այդ մի այդտեղ արդեն լսի տերերը հասկացան, որ սրանք այդ ինդիկատորը լակմուս են քիմիայի դասին, որ դնում են, հարասի սրանք աչոտ ուզող չեն։ Ուրեմն մենք ծիխը սրանց գլխին կանենք են, ինչ որ պետք է արվի, բայց եթե այդ ժամանակ երբ մենք հաղթած էինք, ասենք ստոպ, մութացուրտա այդ առանձին մենք մի օր կխոսանք, ես քեզ թվերով կապացուցեմ, որ այդ մութն ու ցուրտը իսկույստվին է ստեղծած եղել, հենց կիլովատերով ու ամեն ինչով կապացուցեմ, ինչևից է։ Երբ որ ազգը այդ ժամանակ, ազգը, ժողովուրդն էլ չեմ ասում, ոտի չկանգնեց, ասեր, մենք ինչի համար որ կռվել ենք, հաղթել ենք, եւ նպատակով են գնացել մեր երեխեքը զոհվել, որ միացում, ինչի չկա։ Այդ ժամանակ այդ քո ասած KGB-յա, Մոսադա, Մոզամբիկա, Կասկադա, տերը X-ը հասկացա, որ սրանց կարելի է խաբել են թուրքական պեչենիով, 2 փլպլան շորով, իրանց զավոդները քանդելով, ծախելով, ու այս ժողով մի քիչ մութ լինի, նայ, էդ էլ է շատ հետաքրքիր պսիխոլոգիա, սկզբից վատը անենք, որ հետո այդ որ լույսի ճրակ մոմը տենան, մոռանան Ղարաբաղն էլ, Ղարաբաղի տիրոշմերն էլ, տենց է բայց եղել, ու այդ ժամանակ հասկացան մարդիկ, սա երկար թեմա է, որ այս սրանք պլաստիլինի պես, փողը կտանք, ասենց կկախենք, փողը կկախենք, իրանց որ ասում է, բադրան ինչ ես կերակնում, փողը տալիս եմ, ինքը իրան գնում, իրան կորմը առնում է, հենա փողը տվեցին, հիմա դու ինձ, եթե դու ինձ հարց տաս, ինչի Ռոբերտ Քոչարյանը եկավ մեր երկրի նախագահ, ես դե գիտեմ, եւ ինչի հետո Սերժը եկավ երկրի նախագահ, ես օրինակ գիտեմ, այդտեղից այսօր հիմա ես ասում եմ Արցախի կործանումը դեռ 88 թվից է, ինձ ասում են, ինքը ուզում է Նիկոլին արդարացնի, կարող է դուք վատ եք, Նիկոլ ինձ դե չքան փեշով փող պիտա, որ ես իրան արդարացնեմ, ձերի արդարացնող չեմ, խեմ Նիկոլին արդարացնում, ոչ մեկի չեմ արդարացնում, բայց կա այսբերգի գագաթը, տանը գործանողը, մարդ ես կանչում տուն, ասում ես 20,000 դրամ տան այս սաղ տարած կմաքրի, ասում ապեր 2,000 էլ ավելացրա, են պաձեզ դնել հետը կմաքրեմ, հիմա մենք, որ ասում զրիվ կորին, մենք պետք է հասկանանք մեր սխալը, եթե մեր սխալը ճիշտ լինի, կտրվի, պրեսչիկ ինքն իրանք չորանա կնգնի, անունը ներոսա, պերոսա, հերոսա, դրա համար եմ ասում, իսկ հիմա մենք բոլորը, նրա համար, որ ժողովրդականություն վայել են, թիրախավորել են Նիկոլ, այսինքն դա, են Ջուլիա Լամբերտ, կրասնի պլատոգն է սցենայի հետևը, են որ ինքը բարձրացնում է, որ են իր ամուսին են Էվերի եսի մինչեր չեմ իշում անունը, այդ պլատոկը բարձրացնում ու բոլոր զրիցելները ընդեղ են նայում, դա ֆոկուսնիկի, էլյուզիոնիստի բանն է, բայց բոլորը դրա մասին է, ես դրա մասին չեմ խոսում, ապեչը չեմ խոսում, բան չունեմ ասելու, որտեղ եթե ես թույլ չտայի, դու թույլ չտայիր, Պողոսը թույլ չտար, Պետրոսը թույլ չտար ժամանակին պահանջատերը լինեինք, չլինեին պսևդո շարժումներ, լավ գիտես ովքեր, այս վիճակին, են որ Նիկոլ քեզին հետ ենք, հետո Նիկոլ քեզին հետ չենք եւ այլն եւ այլն եւ այլն ու լիքը բաներ։ Մենք այս վիճակին չենք հասնի, մենք պետքա, լսի, եթե դու ուզում ես ծառը բուժես, դու հողից ես սկսում բուժել, դու ինչքան ուզում ես ծառը տետի, եթե հողը բոլբոսնած է, դու չես կարա, իսկ հիմա սաղից ուշադրությունը ծառի վրա է, քանի հոգ են, դե մի 50-60 հոգի մարդ է նստած,
Հիմա եթե 50-60 հոգով կարողանում են համայն հայությանը կզացնել, ուրեմն հարալ է իրանց։ Բայց իրանք չեն անում։ Իսկ մենք անընդհատ ուշքումիկներս իրանց մասին խոսում ենք, բայց մենք չենք նստում նայենք, թե ինչի սենց եղավ։ Ու ինչ ունենք մենք անելու, որ այս վիճակից դուրս գանք, ոնց պետքա մենք մոբիլիզացվենք։ Առավոտ զարթնում ես, տենում ես շենքիդ հավաքարարն ասում է, ես գնում եմ վարչապետ առաջադրվեմ։ Դու ես գալի տեսնում ես տրակտորիստն ասում է, ես պետք է լինեմ գլխավոր դատախազ։ Ախպեջան, այդ պաշտոններից, այդ պաշտոնամոլ վիճակից ում բարև ես տալի, ասում է, ես կուսակցության առաջի երկրորդ դեմք եմ։ Կուսակցության մեջը ինքն է, շունը, մեկ էլ չգիտեմ։ Ու շունը մանտվոր։ Ու ապրես, ու շունը, հիմա Վարդան ջան, լսի իրականում եմ ասում, մենք ոչ թե անդունդի եզրում ենք, այլ մենք անդունդի հատակում ենք։ Ու այն անեկդոտի պես չեմ ասի, ես անգամ էլ եմ փորձում, որ չեղավ թողում եմ գնամ, որ չի կարող դուրս գա փոսից։ Չկա անելանելի վիճակներ կյանքում։ Դաժե Բիբլիայում հիշենք, Դավիթին հիշենք, չէ՞։ Դավիթին չէ գնաց։ Մենք եւ Աստծուց ենք հեռացել, եւ մեր արժեքներից ենք հեռացել։ Գիտես, իմ մոտնես տպարությունն է, որ մի հատ sense իր այն ոման, որ ասում էր սթափվեք։ Մենք մի հատ sense մի օր նստենք ազգովի, լուրջ եմ ասում։ Այս Facebook, այսին TikTok, ամեն ինչից դուրս գան ու մի հատ պրոստ իրականում նայեն այդ բակոշ մակոներին ու պատկերացնեն, որ մեր ավարտն է լնելու է սվաբոդնի պասիլենյա միտեղ։ Ընտրություններից հետո, հիմա լսի քեզ ինչ եմ ասում։ Ընտրությունները, ավես իշխանությունները բնականաբար ընտրվելու է, ես քեզ ինքնից ասում եմ։ Եվ դրանից մի ամիս հետո մենք ունենալու ենք ադրբեջանցի դատախազի տեղակալ, ադրբեջանցի ոստիկանապետի, հələ որ երկրորդ դեմքերն են։ Հիմա մեզ պետք է այս մեր կուսակցական տհաստագետ պայքարից, այս հայկական նախանձից, այս ամեն ինչից դուրս գալ ու հասկանալ, որ հիմա մենք պետք է իրար ձեռնենք։ Այն տուֆտա էլի, հա, այդ բառը պիտի ասեմ, ինչքան էլ դու գրագետ դիրիժոր ես։ Այն տուֆտեկը, արա, այսքան լափիկ ու լափիկ։ Իրանց մենք մեր դեմքերով գնում ենք, դուք դեմք ունեք, դուք համագով եք գնում ընտրությունների, ձեր դեմք չի եղել երբևէ։ Դուք չեք ունեցել այդ դեմքը։ Սեփական դեմք չեք ունեցել, դուք ո՞ս կարող եք ձեր դեմքը։ Լսի, սրանք ինչ դեմք, սրանց դեմքի տեղը ուրիշ բան ա եղել։ Դու հասկանում ես, հիմա ես որ ելնեի հայ ժողովրդի տեղը հավաքական, այդ 4-ին պրոստը կմեկուսացնեի։ Դաժե 3-ին որ մեկուսացնես, լսի, այս այդ պարար թողնա, 4-ը ծառը ընկնելու է։ Որտեվ 4-րդի իշխանությունը, չես կարող մեկուսացնես, ասեն, այն 3-ին կարելի է տանել մի 6 ամիս միտեղ փագել ձենները չլսենք։ Ընդհանրապես։ Այս անտերը հենց մնաց առանց այն 3-ի պատժերշկայի։ Բայց եմ ասում, Վարդան ջան, հոգուտ մեռնեմ 19 թվին Նոյան տապանում հոկտեմբերին։ Ես էլ ասել եմ, այս ճոճանակը հենց տեսնում են ես իշխանության ճոճանական գրում, դե 3-ով նստում են դու բալանսի բերեն։ Սրանք իրանց վատ երազում, ասենք կարող է պատկերացնել, որ ես կամ դու կամ ինչ որ մեկը արդարամիտ, ինչ որ մեկը գա դառնա երկրի դատախազ վարչապետ։ Օրինակ ես որ երկրի դատախազ լինի, իհարկե չեմ էլ ուզում, ես ուզում եմ դու լինես, ես կայֆավատել եմ, ես չպետք է աշխատեմ, ես այտենց կամ քեզ զանգեմ, ասեմ ինձ մոտ կլաչ, դուր ռոզիկի պես ֆռա։ 10 օրվա մեջ, լսի, ես ինձ չի հետաքրքրում համաշխարհային կարծիքներ եւ այլն։ Այս բոլոր ամբարտավան հավաքում ես այս կակայում, համալիրում ու փակում ես դռները, ասում ես դավա, այնտեղ մարդիկ կան, ձեր սա հաշիվները դատարկում եք մեր պետության հաշվի մեջ, ու ոչ թե ես քո այդ պայմանագիր եմ կնքում։ Լսրասն ասում է, այս ինչ անը։ Տվեց թալանած, Գագիկ Խաչատրյանը ենթադրենք, տվեց թալանած մի 100 միլիարդից 100 միլիոն եւ դատախազությունը հաշտություն կնքի։ Ու դու հիվանդ եք։ Պետք է այդ 100 միլիարդն է տա։ Պետք է մանգան տենամ էլ ինչ ունի էդ էլ վեկալեմ։ Իրան ասեմ արա դու Ամասիայից մի զույգ մաշած կոշիկով ես եկել։ Կոշիկներ тебе в руки и с песней вперед։
Հասկացար, 10 օր ժամանակապետ։ Լալալու մենք ինտեգրվեցինք Եվրոպա, ինտեգրվեցինք գրող։ Լսի, այս իմ տունն է, ես պետք է իմ տունը ղեկավարեմ։ Հարևանից դուրա գալի թե չէ իմ տան օրենքները, ճիշտը որ ասեմ, բացարձակ ինձ չի հետաքրքրում։ Նոր դրանից հետո թողեց սուտի մուտի կուսակցությունները բանեսոսես դոշեն ծեծում, բան խոսում են, գան նստեն, այդ իրանց գործն է, էլի փնթիների գործն է, թող նստեն, արդեն սաղ փողը որ հետ եկած լինի, նոր թող նստեն, այտենց մեկնասի ես դատախազ եմ, մեկնասի եսի ինչ եմ, ինչ է նշանակում 8 տար, լսի, ես հենց բան չեմ տեսել, Վարդան, ես ասեմ ավարտենք, ասենք այդքան քրեակատարողական հիմնարկներում մարդ ունենք, չէ՞ նստած, $1 միլիոն գողության համար, կես միլիոն կամ $3000 կաշառքի համար, այդ ցավը տանեմ, դուք ես նրան տարել նստացրել, նա էլ է ուզում բերի այդ $3000 կաշառքը, փագի, ասի քեզ էլ մի Այսինքն դուրս է գալի, դուք ուզում եք մտնեք Եվրոպա, բայց դերոց շատ դիսկրիմինատիվ օրենք, ասում է ով որ $1 միլիոնից ավել տարել է, նա չի կարելի ախպեր դատել։ Նա պետք է բերի տա $100,000, իրան ասես բարի ճանապարհ։ Հիմա քանի մենք սենց բաներից խոսում ենք լալալուլու հայրենասիրություն գնում ենք Թուրքիան գրավենք, եսի մնդե Չինաստան ենք ասում։ 10 օր ժամանակապետ, 10 օր։ Հիմա ուզում ես հիմա այսքան մարդ կա 10 օր 5 հոգի մարդով նստենք սրանց սաղ թալանը այն որ Ռուսաստան են տարել մեր սաղ փողեր հիմա Ռուսաստան է գնում Արցախ Արմենիա տրանզիտ դու չգիտես ընդ դրանց այն սուտի գողական մողականներ որ կռիշ մռիշ թող փողերը տա մենք իրանց կռիշ կկանենք այդ սաղ պետք է գալցվի բյուջե ես այն օր ինչ ճողում եմ ասում եմ այս Եսի ինչը 22 բնակարան առը 34 միլիոն դոլար հետը քեշ բերել է այդ կին էլ չեմ կարում ասեմ ուրիշ բառ եմ ուզում ասեմ ասում եմ հենց հիմա ում մասին էլ ասեք ասա Բակոյի չէ Բակոյի հատուկ հանձնարարություններ կատարողի տիկինն է Ուֆ, եւ եղել է Արցախի փոխոստիկանապետը այդ ոչնչությունը։ Փոխոստիկանա, հələ դա ոստիկանապետը չէ, դա փոխոստիկանապետ։ Փոխոստիկա, լսի։ Հիմա ես հարց եմ տալիս Նիկոլ Փաշինյան։ Տես, ստեղ էլի հարց կա։ Օրինակ հիմա ես Նիկոլն եմ, ես ուզում եմ ընտրվեմ, ես ինչ կանեի, որ ուզենայի ընտրվեի։ Ներկա տես գործ կբացահայտեի, կտանեի այս Արցախի բռնի տեղահանվածների սաղին կտեղավորեի ու բոլորը կասեին long live Նիկոլ։ Չէ՞։ Բայց ինքը իրես ինչի չի անում, որտեղ առանձրել են իրան գնալու ընտրեն։ Կրիշկան ընկել է կաստրուլայի վրա, վсё։ Մեր լուծում դե կտենաս։ Դե իսկ եթե հարցի լուծում են ուզում, Վարդան վեր կացարի, հա, ես եմ դու ես 4-5 հոգի մարդ ցես նստենք, ցուցակները կազմած է։ Գալոչկա դնելով։ Գագիկ Խաչատրյան։ Հիմա այդ նույն սփյուռքը Ես տեղ խոցելի եմ, չէ՞, թիրախ եմ, խոցելի եմ։ Մի օր ավտոս է վնասում, մի օր ինձ է վնասում, մի օր զանգում են, մի օր գրում են։ Գա այդ սփյուռքը, որը տես Լուի Վթոնները, վրեքները քաշածը տեղ ապրում է Գագիկ Խաչատրյանի տան կողքը։ Խիչանը տեղ գնում կանեն, ասեն այս սուկին սին։ Դու ստե չպետք է ոտ դնես, դավայ։ Գալու է Աննա Վարդապետյան իրաց դատի, թե չէ։ Այդ սփյուռքը կոմենտ չգրի, այդ ինձ գնա բոլորի տների հասցեների գինենք, մենակ Գագիկը չի։ Գնան տների առաջ, ասեն, չես մտնելու, այդ մարդն է, որ տենա ոչ կարում է մտնի, ոչ կարում է վարձով տա, սրանք փողի սատկած են։ Չէ, պետք է այդ մի ձևի այդ տան հարցը լուծվի, ու նույն ձևի, բայց ոչ, ում տեսնեն Լամբորջինիով տենան, ես ինչով կասեն, օ, բաբա մասիգա հայ է, Մեր մեջ է խնդիրը։ Մեզ ոչ մի Նիկոլ, ոչ մի Լևոն, ոչ մի Ռոբերտ, ոչ մեկ չի կարա փչացնի, քանի դեռ մենք չենք սկսել իրանց ծառայել։ Ես չեմ ծառայելու, դու չես ծառայելու։ Ես խնդրում եմ, աղաչում եմ հիմա բոլորին, քանի դեռ արդեն ուշ է, քանի դեռ շատ ուշ չի։ Այն լալալուլուն, պաշտպանություն, չգիտեմ, ես ինչ թողենք, մատ հասկանանք որ մեր հայրենիքը, որը մի հատ, այն երկրորդը չկա արդեն։
Էս ամենաց է։ Այսօր հիվանդա, ծանր հիվանդա։ Այսօր ռազմորկեքի ժամանակը չի։ Այսօր պետք է մենք կարողանանք սրանց թափ տանք։ Լսի, փողերը շատ կարևոր է, եթե դու փող ունես, եթե երկիրը հարուստ է, դու ոտերիդ վրա ավելի պինդ ես կանգնած։ Հասկանում ես։ Ես էլ Իսկ ուղղակի վերջնականապես ասա, ես էլ ձևակերպեմ։ շատ էմոցիոնալ է ինձ կներես, բայց իրականում շատ եմ նեղվում։ Դու ինձ բերեցիր մի մտքի կանցնի, թե չի անցնի, կընտրեն, թե չեն ընտրի, ես հենց կձևակերպեմ։ Հայաստանը չի պարտվելու, հայը չի պարտվելու։ Եթե պարտվի, Դա հայ չի։ նշանակում է Հայաստանում հայ չէր մնաց։ Էդ է, նույն բանն ասենք, ուրեմն ինքը հայ չի։ Այս ուղղակի բան է, փորձեցի ամփոփ եմ, էլի։ Եթե պարտվեց, ուրեմն հայ չի։ Նշանակում է Հայաստանում հայ չէր մնացել։ Հա, չի մնացել։ Լսի, մի բան ասեմ, էլի, ու ես գիտես ինչ եմ ուզում առաքից օգտել, քեզ սփյուռքը շատ անան։ 10 միլիոն սփյուռք ունենք։ Մենք ով ստեղ ենք ապրում, շատ ավելի խոցելի ենք, դու շատ լավ գիտես, իրականում լավ գիտես, էլի։ Մի բան իմանում եք, մի բան։ Բանավ, երբ որ տեսնում են, որ այդ միակ հայրենիքը, նյոժելի մի օրվա մեջ 1 միլիոն հայ չէր կարողանում թռնել գարստեղ։ 1 միլիոն հայ իրանց այլ անձնագրերով, չէ՞։ Իրանց տեղ չի դատելու։ Մենք այդքան բերդում տեղը չունենք, որ 1 միլիոն հայ բերեին բերդել։ Ու այդ ժամանակ ամբողջ աշխարհ ու սրանք է կտենային, արագ ասեին։ Մենակ մենք Քոչարյանն ու Սերժիկը չենք։ Փաստորեն, մեր դեմ 1 միլիոն մարդ եկել լցվել է։ Ուր են, հերվից են սիրում։ Հերվից վաղը, ոնց որ 4 տարի առաջ է ասում, դու ինձ վերջում լացացնելու ես, որ Արցախից մնալու է Հադրութ քաբաբնոց, Շուշի հաց թխելու տեղը, այս պիղծ վիրդկները գողացած եկե մոնթե համալիր են սարքում, մոնթեն թքի սրանց երեսին, հող ծախած երեսին, նույնն էլ վաղը մնալու է Երևանից, ասենք չգիտեմ ընդ կասկադ եսի մինչ Ամերիկայում մեկը մի հատ քաբաբնոց բացի, Վարդան մենք ժամանակ չունենք, սփյուռքը կարար էլի, ամբողջ աշխարհն այմ ասում արա, սրանք վերջն ասում է 12 միլիոն սփյուռք ունենք, 12 միլիոն, այդ 12 միլիոն, մի միլիոնը, խի չեք անստեղ, եկեղեցու վրային հարձակում չեկան, չեմ ասում գային Սամվել Կարապետյանին հանեն, չեմ լուրջ բաներից ենք խոսում, ինձ մնացած չի հետաքրքրում, երբ որ մեր երկիրը եղել է ծանր, սեպտեմբերի 14-ին 23 թվին, ուր էր, 1 միլիոն, չեմ ասում 10 միլիոնը, ուր էր, դու կարաս այդ կոչը անես, քեզ սփյուռքը նայում է, եթե մենք այսօր ոտի չկանգնենք, մենք շուտով հորիզոնական պարկելու ենք տարբեր պոզաներով։ Ես ավելացնեմ, որ Ասալան էլ վաղուց հացատուն է Հայաստանում։ Ես մի անգամ դա մասին հարցում եմ արել։ Առաջին մասում գործարանային մետրոյի կողք Ասալա հացատուն։ Դե, էս է մեր, հիմա մի բան, արի դու բարդել է միջելոց ասեմ։ Դե, լսի, Կարող է Ասալան արդեն դետել է ձերի հետ, հիմա մի բան ասա, ով է մեղավոր, ով կարա ստիպի, ով կարա, ոչ Լևոնը կարա ստիպեր, ոչ չէ Ռոբերտը, ոչ Քոչարյանը, ոչ է սա, հիմա այսքան մարդ, որ չգնար ասեր, կեցցե թագավորը, լսի, նրանք գեղից որ եկան են մաշած կոշիկներով, այդ Քոչարյան ենք, իրականում էլի, ու թող ասի չէ, ասեմ հիշում ես, մեր տանը նկարում ես իմ, մեր տանը, հորս տանը, հալո, Սերժ հիշում ես, շախմատի դոսկեն ձեռը գալսել ֆլեշի բարսեղի հետ, ժող ինստիտուտի պարետն էր, պահակը էլի, այդ բուտքում խաղում եք, այդ մարդկանց բերեցին, ասին դուք մեր թագավորն եք, մեր կնանիքին էլ ենք լողացնում, աղջկեքն է, մարդ ես դրուկ կարող է, մեզ էլ ուզեք էլի պրոբլեմ չկա, այնքան որ ոչ մեկ չի մանա, մենք սարքեցինք իրանց սենց, հետո է սրան սարքեցինք, բռնաբարություն հոդվածը պիտի հանեն քրեական օրենսգրքից, եթե մարդ չուզենա, իրան ոչ մեկ չի հանի, ինչ, տենց է թե չէ, հիմա մենք պիտի մենակ մեզ մեղադրենք ու եթե այս եթերը կպահես,
ու եթե վաղը կուրծք ծեծեցին Սփյուռքում, աման հայրենիքը կորցրեցինք։ Ես ինչի եմ Սփյուռք ասում, որտեվ մենք այսօր ստեղ շատ գաղութային վիճակում ենք։ Իսկ այդտեղ ապրողները, ովքեր ասենք դեռ չեն խոսացել քո պես, թիրախի տակ չեն, ինպես թիրախի տակ չեն, շատ սիրուն կարան մի օրում, երկու օրում լցվեն Հայաստան ու պահանջատեր լինեն, այս միթիկը հայրենիքի թող գան իրանց գործանեն, հետո էլ հետ գնան իրանց բիզնեսին։ Չի լինելու։ Այս ընտրություն, կուսակցություն, հիմիկվանից իլուր բոլորին հայտնում եմ 26 թվականին այս իշխանությունն է ընտրվելու, այն մնացածները քեզ գրելու եմ տամ անուններով, դաժե մարդկանց, որ դու շատ ես սիրում, կոալիցիա են կազմելու, եթե տենց չլինի, սաղ կմնանք էլի, կհանես ցուցակս կհրապարակես, մենք ընտրությունների ժամանակ չունենք, մենք մեր երկիրը բուժելու ժամանակ էլ չունենք, վсё, կապելնիցայի տակ ենք, ես սոս եմ հնչացնում, թող մեզ, լսի, ոչ փող եմ ուզում, ոչ մի բան չեմ ուզում, ասում եմ համար, եկեք երկրին տեր կանգնենք, օգնեք մեզ, մենք խորտակվում ենք, սոս եմ գոռում, սոս, եկեք ձեռներները բռնեք մեր երկրի, հանեք, հետո ինչ ուզում եք արեք, մի թողեք մենք կործանվենք։ Երևանյան ցուցակը չմոռանաս, գրի այսօրվանի ստուդին, ես ընտրություններից հետո կհրապարակեմ։ Բայց խոստացել մինչև այդ չես հրապարակի, որտեղ սյուրպրիզներ ա լինելու։ Արդեն ասեցի, ոնց, իմ խոսքը մի քանի կիլո ոսկի արի, աստեն ասել է։ Կատուն գնաս, չեմ հավատում։ Վայ։ Վարդան այսօր աչքերդ ինչու է, գույնի, դու միշտ ես գույնը հագի։ Դե լավ, ապրենք կտեսնենք, չմոռանաս ցուցակ ուղարկես, ես էլ խոսք եմ տալիս չհրապարակեմ մինչև ընտրությունների ավարտը ու արդյունքների հրապարակումը։ Ես էլ ներողություն եմ խնդրում բոլորից, եթե շատ էմոցիոնալ եմ եղել, գիտես ինչա, ես անկեղծ եմ հետդ խոսում, էմոցիոնալ եմ, միգուցե միտեղ չափը անցել եմ, որևէ մեկի չեմ ուզել վիրավորել, բայց էլի խնդրում եմ մեր հարազատներին Սփյուռքում ձեռ բռնեք, մի թողեք մենք խեղդվենք, որտեղ եթե մենք չլնենք, դուք էլ չեք լնելու։ Ես կարծեմ միշտ առաջի ձեռք բռնելու են, որ մարդիկ իրենց բարեկամներին մանավանդ որ փող են ուղարկում։ Այնտեղ հորդորեն, որ ներին չի կարելի դրան տալ, ներին չի կարելի ծառայել ուղակի, որովհետև եթե դու իրանք ծառայում են ներին, դուք էլ փող եք ուղարկում իրանց, նշանակում է դուք հովանավորում եք ներին։ Ինչ ուրիշ ես չգիտեմ։ Իսկ ավարտին ուզում հիշեցնեմ, եթե Հայաստանում հաղթի ները, նշանակում է Հայաստանում հայ չկար։ Նշանակում է հայ չի պարտվել, ուղղակի հայ չկար։ Վերջացել հայ, բացել հայ։ Սա իմ եզրակացությունն, ավելացնելու բան ունես Մարինե ջան։ Ավելացնելու հուսամ, որ հայգենը պետքա հաղթի։ Հուսամ, որ մենք այսքան որ մեզ ճողում ենք, իսկ թվում է ինչ-որ, չգիտեմ էլի, Աստված առաջ։ Քանի որ ես գիտեմ մեկը ինձ նայում են, բոլոր տեղերը նայում են, գրանցում են, ֆիլտրում են, տանում զեկուցում են, տղեկ։ Եթե ձեզ համար եմ ասում, если կարակ չզեկուցեք իրանց, ձեզ ոչ մի չի մնալու։ Եթե ները հաղթեց, առաջին հերթին ձեզ է վերացնելու, որտեղ դուք ավելորդ վկա եք, դուք իրեն պետք չեք։ Քանի դուք ծառայում եք, դուք իրան պետք եք։ Հետո անպետք օգտագործված սրիկա գործիքի նման ռադ են անելու, որովհետև եթե մեկը շահի դիմաց իր ընտանիքը ծախում է, ոնց կարողանա տիրոջը հավատարիմ լինի։ Նոր տիրոջը։ Ոչ մի տիրոջը այտենց կենթանի պետք չի։ Սա է ձեր ընտրությունն է, ես էլ իմ խոսքն ասեցի։ Մի միտք վերջում դու ես ինձ բերեցի, մենք մեր տիրոջը չմնացինք հավատարիմ։ Դե ով մնաց մնաց։ Ով մնաց մնաց։ Ով չէ։ Շնորհակալություն Վարդան ջան, ինձ կներես իմ էմոցիաների համար, բայց ես այդպես պատկերացնում եմ, որ ես դու ու մեկ էլ լիքը մարդիկ նստած իրար հետ սուրճ են կանում ու Լավ մնա։ Հաջողություն։ Հաջողություն։